Բացիլոնդակուր շիչետանյա շանրիտա, հոգևոր կյանքի փուլերը անկախ կրոնական պատկանելիությամբ։ Մենք դսեց արդեն քննարկում ենք հոգևոր կյանքի առաջի փուլի երկրորդական նախասահմանները։ Ինչու երկրորդական, որովհետև հոգևոր կյանքում ամենակարևորը միշտ մնում է աստվածային գիտակցության զարգացնելու process-ը։ Մենք դեսեք այդ process-ի հետ կապված քննարկել ենք, որ եթե հոգևոր տեսությունը ինքը չունի գիտելիք Աստծո մասին կամ ունի, բայց սակավ գիտելիք ունի Աստծո մասին, ապա մենք միանգամից հասկանում ենք, որ հոգևոր տեսանկյունից զարգացման դարպասները իրանք կամ տենց կիսաբաց են, կամ ընդհանրապես փակ են։ Այսինքն ես հույսով եմ, որ մենք այդ հասկացողությունը զարգացրեցինք, չէ՞, որ հոգևոր զարգացման համար կենթանյակը պետք է շատ ստույգ պատկերացում ունենա, ինչ ասել է հոգի, ինչ ասել է Աստված, ինչպիսի բնություն ունեն այդ երկուսը, ինչպիսի բնավորություն ունեն, մտածելակերպ, արժեքային համակարգ, շփվելու մշակույթ եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը այդ գիտելիքը ունի, ինչի է դա շատ կարևոր։ Որովհետև եթե ազնվորությունը ինքը այդ գիտելիքը չունի, ինքը իրականում ուզում է գիտակցաբար, ուզում է ենթագիտակցաբար, իրականում դեպի հոգևոր աշխարհ չի ձգտում։ Որտեղ իր համար, չէ, միակ հասկանալի ճշմարտությունը մնում է նյութական աշխարհը, չէ։ Ինչի որտեղ կենթանյակը ինքը ձգտում է շփման։ Կենթանյակը ինքը շփման հետ է կապում իր երջանկությունը։ Հասկանում եք, եթե մարդը ինքը մենակության հետ է կապում իր երջանկությունը, դա նշանակում է, որ իրան ուղղակի էմոցիոնալ այն հարաբերությունների դաշտում շատ են ցավացրել, որ ինքը դեն ուլիտ կա ոցահել խխունջի նման ցած փակվել է իր մեջ ու ոչ վախենում է դուրս գա շփվի, որովհետև վախենում է, որ խխունջը ինչ կակա շատ լավ օրինակ է, որովհետև շատ զգայուն ու նուրբ մարմին ունի, չէ՞։ Իրան վնասելը շատ հեշտ է, կհամարյա կարելի ասել կաշի չունի, ինչ-որ շատ հետաքրքիր էակ է, էլի։ Հասկանում եք, ու ազնվորությունը այդ ժամանակ ազնվորությունը ինքը երբ որ մենակ է մնում, դա չի նշանակում, էլի, որ ինքը այդ մենակության մեջ իրան երջանիկ է զգում։ Ինքը իրան զգում է ապահով, բայց ոչ երջանիկ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, հիմա կենթանյակին ասում են դու հոգի ես ու իրականում ասենք հոգևոր աշխարհից ես ու եթե դու այստեղ քեզի ճիշտ պահեցիր, դու կամ կգնաս հոգևոր աշխարհ, հա։ Ու ոչ մեկ չի ասում իրան այդ հոգևոր աշխարհում ինչ է սպասում։ Հիմա տեսեք, երբ որ հոգևոր գիտելիք չկա, հոգևոր գիտելիքը փոխարինում են նյութական երազանքներով։ Մեկ ասում է դրա էդի դրախտային աշխարհը, ինչի է դրախտային, որտեղ ինչ ուզում ես ըլնում է, հետո երբ որ թվարկում են թե ինչ են ուզում, այդ ցանկությունները բոլորը նյութական, էգոիստական ցանկություններ են։ Հասկանում եք։ Օրինակի համար ասենք հիմա ես միշտ ինչ-որ բաներ կան, ինչ-որ գաղափարներ կան, որոնք երբ որ ես լսում եմ, ես շոկ եմ ապրում։ Այդ գաղափարներից մեկը դա է, որ ես երբ որ ես իմացա, որ ասենք մուսուլմանության մեջ, իսլամի մեջ կա այս գաղափար, որ մարդիկ իրանք մտածում են, որ երբ որ գնան դրախտ, այնտեղ 99 կույս են իրանց տալու։ Ինչ սպանող գաղափար հասկանում, մարդու պատկերացումները հոգևորի արդյունքի մասին, հասկանում եք, այսինքն տեսեք, ասենք, ես հենց գաղափարի մեջ հարց եմ տալի Աստված կա։ Ինքը Աստվածը չկա, հասկանում եք, կա իր երազանքը 99 կնոջ կյանքում լինել առաջինը։ Հետո մեկ-մեկ ես տանուս, ասես դարք իրանցից ամեն մեկ իրան մի հատ հարի մեջ նայում է, ասեք, էդի որտեղից դրախտային մոլորակներում, որտեղ բոլորը մաքուր են, բարոյականության հաշվին են այնտեղ հասել, բան չէ, որտեղից պիտի գտնվեն աղջիկներ, որոնք իրանք երազում են, ինչ-որ չգիտեմ, ես իմ 99-րդ կույսը լինեն, հասկանում եք, ինչ-որ անհետև գաղափարներ են, էլի, ուղղակի են դա ոչ։ Գիտեք, երբ որ հնչում են այն գաղափարները, որ մարդուն սրտին հարազատ են, չէ, ինքը ուզում է հավատալ, որ դա իրոք տենց է,
հասկանում եք։ Հիմա, բայց փաստացի, երբ որ մենք արդեն լուրջ ենք տալու, մենք տեսնում ենք, որ պրակտիկորեն ոչ միտեղ ոչ մի բան չկա, էլի, որ ասենք ինչ-որ մարդիկ ինչ-որ մի պատկերացում ունենան, թե ընդհանրապես ինչա, չէ։ Հիմա տեսեք, այո, որ ես չգիտեմ ինձ այնտեղ ինչա սպասում։ Հիմա ամեն մեկը հիմա ձեզ անալիզ արեք, էլի, այո, ես չգիտեմ, ինչ-որ մի ճանապարհ են ինձ ասում, ասում են, որ այնտեղ անցնես գնաս, այնտեղ քո համար լավ է անելու։ Ու всё։ Просто լավ է անելու ու всё։ Ու ես պիտի վստահեմ, որ այնտեղ ինձ համար լավ է լինելու, չէ՞։ Հիմա ես մինչև վերջ այդպես էլ չեմ կարողանում պատկերացնել, թե այդ լավը որ է։ Իհարկե, ես այդտեղ խառնում եմ իմ լավը երևի է նա, որ չեմ աշխատելու ամեն ինչ ունենալու եմ։ Մտածում եմ տանջանքով մի կտոր հաց վաստակողը, չէ՞։ Այնպես մտածում եմ, դե լավը երևի է նա, որ ինձ 99 հատ կուրս կտա։ Ապա այնպես մտածում եմ, որ ինձ ոչ մեկ չի ներառում։ Հա՞։ Ինչ-որ պաստած ինձ կպաշտպանի։ Տեսեք ինչու բացարձակ նյութական աշխարհից, նյութական իրականությունից, նյութական կեղծ եսի ցանկություններից են կողմ ոչ մի բան կենթանիակը չի կարող պատկերացնել, չէ՞։ Ու այդ իմաստով իհարկե արիացիների գաղափարները իրանք շոկային են։ Ես դա միշտ ասում եմ, չէ՞։ Իրանք իրականում շոկային են։ Իրանք մեջի գալիս է ասում են, հա, իհարկե բան, պետք է նյութական աշխարհում է հետաքրքիր Նյութական աշխարհի բոլոր հարաբերությունները ընդհանրապես հոգևոր աշխարհի հարաբերությունների արտացոլանքն է։ Հա? Այդ բոլոր նույն հարաբերությունները, որի վրա դու իմաստը դողում ես, դու իրականում ընդեղում ես։ Պրոստը դեղ էտի մաքուր սիրո հիմքի վրա է, աստեղ էգոիզմի, չէ՞։ Ասենք ինչ-որ բան, այս կոռեկտվում ու ստույգանում, այ որ ստույգանում է, ես ռեալ մտածում եմ, չէ՞։ Ռեալ մտածում եմ, այդ հոգևոր աշխարհում ես ինչ կուզեի։ Ինչ հարաբերություն կուզեի։ Դե պարզ է, ամենասկզբում իհարկե կուզեի մեր ռաթային տեղ, նիճուկի մեջ։ Ես միշտ իմ մամայի օրինակն եմ, չէ, պատմում պլակատ կա, մի հատ տենց Հացակիստան մեջ կանգնած են ու գոպիները իրանց շուրջը։ Իմ ամբարը, որ առաջի ակաբետի տեսա, թե միշտ այդ տեսքը նայեցա, որ ինքը տղամարդու տպավորություն չի թողնում, չէ։ Ասես, բայց երկու աղջիկներն ով են։ Ասես, դեկա աղջիկ որ շատ դայս Михаил, спасибо, так лорала. Спасибо, спасибо, спасибо. Особенно когда сидят տեսնեի իր աչքերը, ուրեմն աչքերը սіз լայնացած։ Ես ուզում եմ այն իր տեղը։ Ես մտածեցի, ես ուզում եմ այն իր տեղը։ Մինիմալ немного, էլի։ Հասկացաք, չէ՞։ Ասենք դրա համար եթե դուք հիմա մտնեք, ասենք Բաքսի յոգայով զբաղվողների շրջապատ, ամեն երկրորդը այնտեղ երազում է, որ ինքը գոպի է։ Այլ է դա, մոդա դարձել հասկանում եք։ Բայց իրականում իհարկե այդ խաղերը բոլորը կամաց անցնում են, ու այն ազնվորությունը, որ ինքը լուրջ զբաղվում հոգևոր կյանքով, ինքը միանգամից գիտակցում է երկու բան։ Մեկը դա է, որ այո, հոգևոր աշխարհը ինքը ահա որ մեծ հարաբերությունների բազմազանություն ունի։ Եվ երկրորդը, որ ինքը հասկանում է, որ քանի ինքը պայմանավորված վիճակ ունի, ինքը չի կարող իմանալ, թե իրան իրականում ինչա դուր գալու հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, որ այդ պայմանավորված վիճակը հոգու հետ ոչ մի կապ չունի, ոչ մի բացարձակ, չէ՞։ Դա համար ասենք ես միշտ մի քիչ խիստ եմ խոսում այդ թեմաներով, չէ՞, որ այդտեղ ասենք մեր մոտ այս բաներ չկա, բայց որ դուք Շավի մեծ շրջապատ, այնտեղ կտեսնեք, ինչքան շատ է դա։ Ասենք ունակի համար, ասենք կինը մի քիչ տենց վայն, դե հիմա տենց կանեք շատ են, չէ՞, տենց Վայնշտայնի գործնական ալը, բան կրիստովով ալը, բան, ասենք տղամարդիկ, էդինը վիդալներ, իրանք այդ կնոջն են դիմում, երբ որ ասենք ինչ-որ նես չելավոր հարցում պետք է что-то пробить, էլի, չէ՞, որտեղ տենց կանեք հիմա կան։ Հա, ու իրան ասում են դու հոգևոր աշխարհում հաստատ արդյունային նման մի բան ես։ Բայց դա ոչ մի կապ չունի, որովհետև ինքը տղամարդ է դարձել, որտեղ իր կողքը տղամարդ ուժեղ տղամարդ չի եղել, ինքը ստիպված է դա դարձել, հասկանում եք, ինչ կապ ունի դա հոգևոր աշխարհի իրականության հետ։ Հիմա այսինքն տեսությունը ինքը պետք է իր մեջ պարունակի աստվածային գիտելիք ու դա ամենակարևորն է։ Բացատրում եմ, թե ինչի է այս ինչ որ մենք հիմա ուսումնասիրում ենք, կոչվում երկրորդական, հա։ Ուրեմն ամենակարևորը դա աստվածային գիտելիքը
քննարկել։ Հիմա որ արդեն դու գիտես, որ 100% ունես, մենք թեմաները քննարկել ենք, 100 անգամ ասել եմ, էլի թե ասենք ինչ թեմաներ պիտի լինի, որ դու հասկանաս, որ քո գիտելիքը, որ հետ դու ես պահին շփվում ես, ինքը լիարժեք է, չէ՞։ Եթե դու արդեն 100% գիտես, որ լիարժեք հոգևոր գիտելիքի հետ գործ ունես, չէ՞, հաջորդ խնդիրը դա առաջանում, որ դու տեսնում ես, որ տարբեր մարդիկ տարբեր ունակություն ունեն այդ գիտելիքի հետ շփվելու։ Ու ես այդտեղ միշտ իմ օրինակն եմ բերում։ Երբ որ ես առաջի անգամ բակալավր գիտաների ուսումնասիրում, չէ՞, ուսակի սովորությունն եմ միշտ ուզում եմ հայերենոցա ռաման, ուզում եմ սիրավեպ կարդամ, ես մեկ Պետր եմ տեսնում, որի մեջ ինչ-որ կարևոր բաներ, որը ես իմ համար սովորում եմ այդ տեղ, որտեղ ասենք հիմա երթարեք ես 14 տարեկանում Բալզակ եմ կարդում։ Բալզակը ինքնին հարցեր քննարկում, որ իմ կյանքում առօրյայում տես փորձ ես չունեմ, չէ՞, ես այդտեղ իր մոտից սովորում եմ, չէ՞, ինչը ոնց է, դա ինչի համար է, կին տղամարդը ոնց են իրար հետ հարաբերվում, ինչ-որ տպավորություն կա, նա նրան ոչ չի հասկանում, նա նրան ոչ չի հասկանում, ով որտեղ է նեղացնում, ով ինչ է անում, բան, չէ՞։ Ասենք հիմա նույն ձևին բակալավր գիտանի հետ էի աշխատում։ Երբ որ առաջին անգամ իմ ապագա ամուսինը եկավ մեր տուն։ Ես իրան հրավիրեցի, ինքը եկավ, տենց ամոթերից ասցին ինքը իմ ացող աշատ, չէ՞։ Ինքը եկավ ժուրնալիստի վրա վերածել բակալավր գիտա, ասես թերթեց, բացեց, տեսավ գրքի վրա ինչ-որ բաներ եմ գրեմ, հարցականներ եմ դրել, բան շատ նայեց, թե որտեղ եմ հարցական դրել, որտեղ ինչ եմ කරել, պարկեց այնքան դրեց, նստեցինք, սկսեցինք խոսալ։ Հիմա ես երբ որ ուսումնասիրում էի, չէ, ինձ թվում էր, որ ես այսպես ամեն ինչը հասկանում եմ։ Ու մենք բացեցինք, ինքը թեմա բացեց, երկրորդ գլուխը գիտան, սկսեցինք քննարկել։ Ես միշտ ասում եմ 5 րոպե հետո ժամացույցով։ Ես ու չէի լսում մի քիչ ահազում։ Ես ինքը խիստ մեջ մեկ հարց էր ուղղում։ Ես ամեն ինչ ինքս տեղակտել։ Ես մենակ էի համեմատում, թե ինչ եմ հասկացել ես, ու ինչը հասկանում ինքը, հասկանում եք։ Ու ես sense ինձանից անկախ, sense կամաց այդ քրեսլոյից sense սաղալով իջան ներքևում լոտոսում նստեցի ու սետ բեյազ բաց իրան էի լսում։ Ու ես միշտ ասում եմ ուտեղ մնացի իմ արդեն կարող ասեմ 30 տարով, հասկանում եք, չէ՞։ Այսինքն հա, այդ թեման առաջ գալիս, որ հոգևոր գիտելիքը ինքը, ասենք, հարուստ հոգևոր գիտելիքը կա, ու ամեն մեկը ինքը իր մեջ անկեղծ պիտի ֆիքսի, թե ինքը այդ գիտելիքը ոնց է անցալում։ Հա? Առաջի խնդիրը դա նա է, ինքը անցալում է սենտիմենտալ, թե բանականության հիմքի վրա։ Որովհետև, երբ որ մենք խոսում ենք աստվածային սիրո մասին, մենք խոսում ենք էմոցիայի մասին։ Արենցիների հոգևոր գիտելիքը ինքը իր բարձրագույն կետը արտահայտվել է Տեր Չայտանյայի ուսմունքով։ Որն է Տեր Չայտանյայի ուսմունքը։ Տեր Չայտանյայի ուսմունքը էդի ռաթայի։ Էդի ռաթայի էմոցիաներն են։ Չէ՞։ Որը հիմա ամենակարևորը այնպես էին գերել Քրիստային, հա, որ ինքը մի հատ իրավիճակի մեջ էր մտել, որ ես նայում եմ ռաթային, ես չեմ հասկանում ինքը ինչ ազգում իմ հանդեպ։ Հա? Բայց համել հասկանում եմ, որ ինքը ինչ-որ մի հատ այնպես բան ազգում, որը ես չեմ զգում։ Ու ինքը մտնում է ռաթայի տրամադրությունների մեջ, ну, ռուսերեն ասեմ, էլի, чтобы понять, каково это любить его։ Հասկանում եք։ Այսինքն էմոցիան ինքը հոգևոր աշխարհի ամենագլխավոր բանն է։ Հիմա տեսեք ասենք, չէ՞, այդ էմոցիան հիմա ինքը կարող է լինի սենտիմենտալ, չէ՞, բայց դրա համար, որպեսզի մենք հասկանանք, որ հոգևոր էմոցիան ինքը սենտիմենտալության հետ ոչ մի կապ չունի, հա։ Տեսեք, ցանկացած հոգևոր հեղինակություն, որ մեր հետ մենք կշփվենք, մեր գծի մեջ, չէ՞, հատկապես 6 գոշուանները, իրանք երբ որ օրինակ իրանք պիտի հիմա սկսեն խոսալ կամ Աստծո սիրո մասին, պիտի պատմվածքներ գրեն, հոգևոր կյանքից իրականության ինչ-որ էպիզոդներ ներկայացնեն, ինչ անեն, իրանք դրանից առաջ անպայման փիլիսոփայում են։ Չէ՞։
Ուրեմն մարդը հիմա ինքը խնդիր ունի հասկանա, հետաքրքիր է ձեզ։ Բան նայում եք կոնցեպտուալ հասկանանք, էլի, չէ՞։ Հիմա մարդը ինքը խնդիր ունի առաջի հերթին հասկանա։ Ինքը էմոցիոնալ է անցալում այդ աստծո մասին գիտելիքը, որ ինքը սեր է, չգիտեմ, ինչա, սիրած կարա, ու սիրած էակներ կարող է ունենա, ընկերներ, ծնողներ, չգիտեմ, էսեն, ինքը դա սենտիմենտալ հիմքի վրա է անցալում, թե դա իր մոտ իրոք հոգևոր զգացմունք է, ոնց է կարելի իմանալ։ Գործոնը մի հատ է։ Ազնվությունը ինքը պիտի տեսնի, որ փիլիսոփայությունը լրիվ ծայրից ծայր ինքը ջրի պես հասկանում է։ Հասկանում եք։ Այսինքն իրա փիլիսոփայության տեսանկյունից ինչ հարց տան ինքը պատասխանող է։ Հասկացաք, չէ՞։ Եթե ինքը փիլիսոփայությանը չի տիրապետում, դա նշանակում է, որ իր էմոցիան ինքը նյութից անջատված չի։ Այսինքն ինքը ինչ էմոցիա, ուզում է ինքը մտածի ինքը աստծուն սիրում է, ուզում է մտածի աստծու կրկին է, չէ՞, այդ սախ նյութական սենտիմենտալությունն է։ Դա է միակ գործոնը, որով դու հասկանում ես քո զգացմունքները ինչքան են իրական հոգևոր։ Ինչքանով ես դու, ինչքանով ոչ թե հասկանում կարդալուց է, այլ ինչքանով ես տիրապետում փիլիսոփայությանը։ Հասկացաք։ Ինչի համար։ Որովհետև իրականում որն է էլի այդ հոգևոր էմոցիայի ասածը որն է, ու որն է նյութական էմոցիան։ Ինչի է նյութական էմոցիան ինքը համարվում պրոբլեմ, որտեղ իրականում այդ երկու էմոցիաներն են սանսկրիտ լեզվով մի բառ է։ Իրան ասում են բհավա։ Հասկանում եք, եւ նյութական էմոցիան է բհավա։ Դες ես հիմա իքսա, չէ՞, ռուսերեն էլ եմ օգտագործում մի բառ։ Էմոցիա։ Ասում եմ հոգևոր, ասում եմ նյութական։ Շատմա դա նույն բանն է, իմ նույն ունակությունն է, որը միտեղ հոգևոր է, մյուստեղ դառնում է նյութական։ Ու ինքը ինչի հիմքի վրա է նյութական դառնում կամ հոգևոր, որովհետև նյութական էմոցիան ինքը երբեք հենված չի գնահատականի վրա։ Վերջ, ես չեմ գնահատում նոր սիրում։ Ու դրա համար ես դա նյութական էմոցիա է։ Հասկացա՞ք։ Հիմա, իսկ երբ որ մենք խոսում ենք հոգևոր էմոցիայի մասին, ես գնահատում եմ։ Դրա համար է, որ հոգևոր աշխարհում երբեք ոչ մեկից չի հիասթափվում։ Որովհետև սկզբում գնահատում է, հետո սիրում։ Հասկացաք, որ սա է այն գործոնը, եթե մենք ասենք ինչ-որ էմոցիաներ ենք զգում աստծո հանդեպ, որ մենք հասկանանք, որ մեր էմոցիաները դեռ նյութական են, դա անխուսափելի էտապ է, բայց մենք պետք է ստույգ իմանանք, դա որ էտապն է, հասկանում եք, որ մեզ չլինի, էլի որ նյութական էմոցիաների մեջ թաղված ենք, բայց մտածենք, որ արդեն հոգևոր աշխարհում ճիշտ այն գրկին նստած ենք, էլի, այդ իլյուզիաների մեջ որ դուրս չգանք, դրա համար մենք պետք է հասկանանք, թե որը որից հետո է։ Հիմա այդ գիտելիքը, փիլիսոփայությունը հասկանալու ունակությունը ինքը գալիս է, այսպես կոչված, ես դա ասում եմ բակցիպունիա։ Այսինքն բակցիի մեջ հավաքած բարեպաշտությունը, չէ՞։ Ոնց է կենդանի ակը ինքը բակցիի մեջ բարեպաշտություն հավաքում։ Ինքը բակցիի մեջ բարեպաշտություն է հավաքում նրա շնորհիվ, որ անպայման զբաղվում է պրակտիկ նվիրված ծառայությամբ։ Այդ ինչ-որ իսկոնը ինքը շատ ուժեղ կենդանիներից պահանջում է, հա, Պրաբհուպադը ինքը այդ ամենը պատահական չի դրել, էլի, որտեղ մեծ շեշտ է դրել, չէ՞, ինչի համար, որովհետև ասենք այդ բանը, չէ, ասենք այդ կազմակերպությունը ինքը այդ փողոցից նարկոմաններին, չգիտեմ, սրիկաններին, այլասերվածներին, բոլորին ընդունում է, չէ՞։ Հասկանում եք, իրանք ոչ մի հակում չունեն հոգևորի հանդեպ ու ոչ մի ունակություն չունեն, որտեղ իրականում, եթե դուք զգում եք, մեր փիլիսոփայությունը, հատկապես մեր հոգեբանությունը ինքը շատ բարդ է։ Հասկանում եք, չէ՞։ Դա նույնիսկ արհեստական բանականությունն է ընդունում, որի բոլոր ծրագրերը հենված են ժամանակակից հոգեբանության վրա։ Ինքը իմ սկզբից թվում էր, որ ինքը չտածոնի լուբոյ բարեկամ
հոգեբանություն, բայց որ դու իրար սկսում ես հոգեվոր հոգեբանության մասին խոսել, ինքը մեկ ասում է, վաու, հասկացա՞ք, այսինքն ինքեցի բան չի էլի, դրա մոտ ասեք մենք պետք է ուրեմն հասկանանք, որ այստեղ իրականում շատ խորը հոգեբանություն կա, շատ խորը գիտելիք կա, չէ, ու հիմա խնդիրը է, որ դու այդ գիտելիքի հիմքի վրա ես զարգանում, բայց ունակություն չունես հասկանալու, բայց ոնց լրացվի, չէ, նայեք առաջի քայլում մենք կարող ենք ասենք, դա լրացվում է նրանով, որ մեր կյանք է գալիս այնպիսի մի նվիրյալ, որը ինքը գիտելիքի մեջ ուժեղ է, արդեն կապ չունի, ինքը գրքով է գալի, ինքը անձամբ է գալի, ոչ մի կապ չունի, չէ, ոնց որ ասենք, մենք բոլորս հենված ենք Պրաբհուպադի ողորմածության վրա, եթե չլներ Պրաբհուպադը, եթե ինքը այդքան մաքուր, այդքան ճիշտ չթարգմաներ բաները, գրվածքները, չէ, ինքը կարող է իրանից առաջ Բհագավադ Գիտա թարգմանող չեղել, հազարավոր, ոչ թե մի հոգի է, մի հոգի երկու, այտենց հեռու չգնանք, մենք նույնիսկ մեր աշակերտական հաջորդականության մեջ այդպիսի աչարյա չկա, որ ինքը Բհագավադ Գիտայի կամենտարիա չի գրել, որտեղ եթե անձնավորությունը ինքը 3 գրվածքների կամենտարիա չի գրել, ինքը աչարյա չի կարող համարվի, եթե Բհագավադ Գիտան, Շիմոդ Բհագավատամը եւ Չայտանյա Չայտամրիտան, հասկանում եք, հիմա ուրեմն այնտեղ այդ պատկերացրիք չի ինչքան են թարգմանել, մենակ Պրաբհուպադը ինքը վերցրեց, ասեց Բհագավադ Գիտան, նենց ոնց որ ինքը կա, այդ ինչ նշանակում, որ ես շատ լավ գիտակցում եմ, ով ոնց է թարգմանել, ով ինչ է արել, ինչքան ապահովումներ կա հիմա ներկայում, ես ինչ, ինքը այս սրա մասին, չէ, ու տեսեք ասենք, ցանկացած մարդ, որ իր հետ շփվում է, ինքը ուզում է նարկոման լինի, անբարոյական լինի, ուզում է լինի, 4 սկզբունքների մեջ հաստատվում է, պետք է հրաժարվի, ես միշտ ասում եմ, ոչ մեկ չի կարող ասի, որ ինքը 4 պրինցիպ է պահում իր օրով, եթե Պրաբհուպադի ուժն է, Պրաբհուպադի ուժն էլ որտեղից է, Քրիշնայից է, դες Քրիշնան ինքը որոշում, որ այս անձնավորությունը ինքը շակցիալի շահավատառ է, այսինքն ինչ-որ կոնկրետ էներգիայի նասիծել է, հասկանում եք, ուսով է, թե այդ նասիծելը գալիս է, ինչպես իր հայտար է, ինքը մեկ է իր գործը անելու է, հասկացաք, չէ, հիմա տեսեք ուրեմն, եւ այդ սկզբնականը ինքը դա է, որ կենդանիատը ինքը պետք է նվիրված ծառայություն կատարի, որն է նվիրված ծառայությունը, ասենք, եթե տաճար կա, տաճարի գնալ, տաճարում, չգիտեմ, ավլել, լվանալ, կարտոֆիլ մաքրել, չգիտեմ ինչ անել, ֆիզիկապես գործ անել, Աստծո եւ նվիրյալների համար, հա, դա ինքը հավաքում է բան, պունյա, եթե տաճար չկա, ապա օրինակ ասենք ոնց որ մեր մոտ է, չէ, մենք ասենք հանդիպում ենք, որտեղ տոնակատարություններ ենք անում, այդտեղ ամեն մի նվիրյալ ինքը ինչ-որ մի հատ իր ծառայություն ունի, որը ինքը կատարում է, չէ, ասենք բոլորը բան են, առաջարկված ուտելիք են պատրաստում եւ այլն, աստվածություններին ծառայելը դա պրակտիկ նվիրված ծառայություն է, այսինքն այն ամեն ինչ որ մենք անում ենք ձեռքերով, ոտքերով, մարմնով, ինքը պաշար է հավաքում, հա, հիմա տեսեք, այբ որ անձնավորությունը ինքը պաշար է հավաքում, չէ, քանի գնում է իր մեջ գիտելիքի հանդեպ հետաքրքրությունը բացվում է, հա, ինչքան որ ինքը այդ բակցի պունյան հավաքելով է զբաղված, չէ, այդքան ասեք ինքը լսում, մեկ էլ մի օր հայտնաբերում է, որ ինքը ինչ-որ ուրիշ բան է սկսել հասկանալ, ինքը սպասել է, ես 100 անգամ կարդացել եմ, ես ինչ չի նկատում, այդ որ նկատում է, որտեղ պունյա ունի, հաջորդ անգամ, հետո ինքը հենց կարդալու ընթացքում էլ էլի պունյա է հավաքում, հասկանում եք, դրա համար հատկապես եթե ստաբիլ է կարդում, որի ստաբիլությունը, գերագույն անձնավորությունը հոգևոր կյանքում ամենաշատը սիրում է ստաբիլությունը, ամենաշատը սիրում է անձնավորության ստաբիլությունը, հասկանում եք, չէ, հիմա, այդ դրա շնորհիվ է, էլի որ օրինակ հիմա կոպիտ բան ասեմ, չի ասեք օրինակ դու Բհագավադ Գիտան մի անգամ սենց սկզբից մինչև վերջ կարդացիր, չէ, ինչ-որ մի բան հասկացար, հետո ասում ես չէ, ասում եմ նորից կարդամ, այդ երկրորդ անգամը երբեք Քրիշտան թույլ չի տա, որ դու մնաս հասկացողության նույն մակարդակի վրա, հա, որտեղ դու գնացիր նորից պունյա հավաքելու, ինքը օգտագործում է այդ քո առաջի անգամ կարդացածի պաշարը,
որ սկսի քո վրա ավելացնել, չէ՞։ Օրինակ ասենք, տեսեք, ես հիմա կյանքիս ընթացքում արդեն 3-րդ անգամ եմ Բhagavatam պատմում, չէ՞։ Ու ամեն անգամ պատմելուց, ոչի թվում է դալշը եկուտը, չէ՞, բայց ամեն անգամ պատմելուց մի հատ նոր մի հատ տեսանկյուն ա գալիս, որ ասես ոյ, էսի ոչ չիմ դակատում հասկացա, չէ՞, ինչի որտեղ միշտ ինքը սահմանն է։ Հասկանում, երբ որ անձնավորությունը ինքը մտածում է, որ ինքը Քրիշնայի մասին ամեն ինչ գիտի, ինքը դիտուց իլյուզիայի մեջ է։ Հասկանում եք։ Այն պահին, երբ որ կենթանիանքը ինքը հասավ այն դիրքին, որ ինքը Աստծո մասին ամեն ինչ գիտի, նշանակում է ինքը Աստծուց ավելի մեծ է։ Մենք պետք է միշտ հասկանանք, էլի, որ այդ պրոպորցիան այստեղ Աստվածն է, այստեղ մենք ենք։ Ու ինչքան դեռ ուզում ենք շարժվենք, այդ պրոպորցիան միշտ մնում է նույնը։ Հասկանում եք, ինքը միշտ անսահման մեծ է մեր հանդեպ, միշտ անսահման քանակությամբ հնարավորություններ ունի մեզի զարմացնելու, ապշեցնելու, չգիտեմ, հանկարծակի բերելու, ես ինչ ամեն ինչ բոլոր հնարավորություններ ունի, չէ՞։ Հիմա ու այդ բակտիպունյան հավաքելը, չէ՞, ինքը համել նվիրանների հետ հարաբերություններն է։ Դրա համար Բhaktivinoda Thakur ինքը ասում է, վայտի բակտի նետի վառնաշամը դարմանը, պլյուս միտքը, որը կենտրոնացած է ճիշտ Աստծո վրա։ Որն է վառնաշամը դարման, դա բարոյականության օրենքներն են։ Եվ դա բարեպաշտության պաշարը։ Հասկանում եք։ Հիմա, ուրեմն հիմա բանը Բhaktivinoda Thakur-ը ինքը բացատրում է, թե այդ բարեպաշտությունը, որը ոչ թե գիտելիքի բարեպաշտությունն է, այլ հարաբերությունների, ինքը որտեղից է սկսվում, ոնց է ձևավորվում, ինչի համար, որովհետև նայեք, հոգևոր աշխարհում, ասենք մենք դրանք հոգևոր աշխարհ չէ։ Հիմա հոգևոր աշխարհում ոչ մի կենթանի, ուրիշ ոչ մի կենթանի չի նեղացնի։ Հասկանում եք։ Հիմա մենք ասում ենք, բանը տեսությունը ինքը ասում է, որ նյութական աշխարհից կենթանիակներ, հոգևոր աշխարհից կներեք կենթանիակներ իրանք նյութական աշխարհ են գալի նախանձի էգոիզմի հիմքի վրա, չէ՞, հարց բացացրեց, ես ինչ եմ զգում, ես բավարարված եմ իմից, հատ ես սկսվեց, ես, չէ՞։ Հիմա տեսեք, մեզ ասում են, իսկ հոգևոր աշխարհում ամենակարևորը այն է, թե ինչ է զգում Աստված, թե ինչ է մտածում Աստված, թե որ ինչի մասին ինքը ինչ կարծիք ունի։ Եվ եթե դու այդ կարծիքի հետ համահունչ ես, Ոմոտ ամեն ինչ լավ անում։ Ոչ թե որովհետև, տեսեք, որտեղ ասենք սովորաբար արդեն նյութական աշխարհում աստվածամեժության դարաշրջանում հատկապես Աստծով մարդկանց վախեցնում են։ Չէ՞։ Այո, դու մի բան սխալ մտածեցիր, Աստված քեզի կմորթի կտանի, կժարի կանի, ես ինչ կանի, ես կանի, այն կանի։ Չէ, նեքի որ չի ան։ Բայց դա կարևորը չի։ Հասկանաք, էդի չի կարևորը։ Հա? Ինչի? Որովհետև էդի իրանը չի։ Դրանից առաջ ինչ անջում, չի ասում, դու այսպես ես արել, դրա համար ես իմ ամենակարևոր խոսքը ստիպված եմ։ Հա, ոչ թե ես նստած երազում եմ, ասում եմ, փոխերնիկ լապիսի մի հատ սխալ անես, դրան տանեմ եք յուղերի մեջ ջարի տանեմ։ Ինքը տես պրոցես չունի, ինքը սերը։ Ինքը մեղվում է այդ անհրաժեշտությունից, որ տես բան կա։ Մենք մեր արարքներով ենք իրան ստիպում, որ մի դժոխք։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա եւ այդ սկիզբը հիմքը, որը դրվի, դա բարոյականության օրենքներն են։ Հա, հիմա տեսեք, այդ բարոյականության օրենքները վերցնելու համար, նայեք, ամեն ինչը հենց որ մի հատ ինչ-որ սկզբունք է, չէ՞, բանանում։ Ես այսօր կամ վաղը չկամ, հենց որ մի հատ ինչ-որ սկզբունք է ձեզ առաջարկվում, չէ՞, անմիջապես պիտի նայեք։ Այս սկզբունքը ինքը ինչ պայմաններում է կարելի վերցնել։ Որովհետև որն է ամենամեծ թերությունը ժամանակակից քրոնականության։ Մարդուց ինչ-որ մի բան են պահանջում, բայց չեն ասում, ինքը դրան ոնց հասնի։ Չէ՞, օրինակ ասում են, չգիտեմ, եղի ներողամիտ, չէ՞, բայց ոնց կարելի է ներել մի մարդու, որը ասենք իմ աչքի առաջ, չգիտեմ, սպանել է իմ երեխային, ինձ կապել է ծառից, որ ես տեսնեմ այդ երեխային շամփուրի վրա է հարձակվել, խորոված ասարկել ու իմ աչքի առաջ կերել։
այլ ոնց կարելի է իրան ներել։ Եթե ոչ մեկ չի սովորացնում, չէ՞։ Ոնց ուզում ես։ Ոնց ների ու վсё։ Արի մենք էս բերենք, էս խոսանքի հետ բերենք, չէ՞ բաներ, sense զամառոչից անենք, ոնց մեկը չի ստացվում ներել։ Չէ՞, որտեղ դե չէ, հասկանում եք, ասեն մարդուց կամ ասում են համբերի։ Հա, ու մարդը ասեք ինքը նորմալ տեսնում որ որ ինքը հետևում է համբերության սկզբունքին, ինքը սկզբից մինչև վերջ հայտնվում է անարդարության դաշտում։ Ոնց կարելի է անարդարությունը պատժ կանող սկզբունքով մտնել հոգևոր աշխարհ, կարող եք ասեք։ Տեսեք, որ կողքից ենք արդեն տրեսնս մոտ, չէ՞ որ սթափ ենք նայում, դե մենք արդեն սկսում ենք նկատել, էլի թե ինչքան անհեթեթ բաների են մարդիկ հետևում։ Ու խճճված են նրա մեջ։ Չէ՞։ Հիմա այս երկրորդական բաները, չէ, ուրեմն ինքը առաջի հերթին ասում ենք, ինքը պահանջում է բարոյականության օրենքներ։ Բարոյականության ամենաառաջի քայլը այդ է, որ ես պիտի հասկանամ, որ Աստծո կողմից շնորհված եմ ազատ ընտրության իրավունքով։ Ինչ է նշանակում ես մշտական ժերտվայի դիրքում եմ իմ մեջ։ Բայց ես ցանվատեն, ես իմիջասել, չէ, իդի ո՞վ, ես երբ եմ այդ վիճակում։ Հա, երբ որ ես ոչ մի ձևի չեմ ուզում հասկանամ կամ ընդունեմ, որ ես պատասխանատու եմ իմ կյանքի համար։ Հասկանում եք։ Այսինքն ես ինչ-որ դիտեմ անգյալություն եմ արել, հաշվի չեմ նստել ընդհանրապես այս աշխարհի օրինաչափությունների հետ, հա։ Այսինքն էլի կոպիտ ասեմ, ինքնապաշտպանությամբ ընդհանրապես չեմ զբաղվել, ու այն նրանք ովքեր որ ագրեսիվ են, եւ որ կողքովս են անցել, ասել են վայ քո ցավը տանեմ, անիստեղ ուլը։ Հասկացա՞ք։ Ինչի համար, որտեվ երբ որ ինչ-որ մեկը ինքնապաշտպանությամբ զբաղվել է, չէ՞, այն հարձակվողը ինքը զգում է, չէ՞, որ էսի ուժ ունի։ Այստեղ ես դիմադրություն եմ հանդիպելու, իստեղ ես հարիվն ավարա, հլարիստ եմ։ Հասկացաք, չէ՞։ Ով է մեղավոր, հասկանում եք, առաջի բանը, որը հոգևոր մարդը պետք է հասկանա, դա այդ հասունությունն է։ Մեկ հոգի բաները սկզբունքները որտեղից են վերցրել, ես եմ պատասխանատու, ես պատասխանատու եմ ինքս իմ համար։ Հասկանում եք, ու այդ պատասխանատվությունը ինքը ոնց է, ինչի է այդ գաղափարը հիմքի մեջ, որտեղ Աստված մեզ ասում է, ես քո տառապանքի հետ կապ չունեմ։ Դու կամ ինքդ ես քեզ տառապանք պատճառը։ Ոնց ես ոնց կարամ ինքս ինձ տառապանք պատճառը։ Մենակ երբ որ ինքս իմ կյանքի հանդեպ անպատասխանատու եմ, չէ՞ բառը։ Ինչ ոչ մի ձևի, չէ՞։ Հասկանում եք։ Ուրեմն կամ քո անպատասխանատվությունն է քո տառապանքի պատճառը, կամ էլ հա ուրիշի ագրեսիան, որը ինքը ասեն քեզանից ավելի շատ ասկեզ արի, քեզանից ավելի ուժեղ է, всё։ Էտա ջութական աշխարհը, որտեղ քեզանից ավելի ուժեղին հանդիպեցիր, յութիշկերանի չէր ասում, վայ նրան, որ իրանից ուժեղին հանդեպ իրան ջղայնություն է թույլ տալի։ Այսքան ագրեսիա, հա, всё։ Այդտեղ իր վերջը գալիս է, օրինակ ես միշտ ասում եմ, չէ՞ որ այլ որ ինձ տարան նոսկում եմ, որ այնտեղ մենք լեկցիաներ տանք, միած շատ լուրջ ճանապարհորդություն կար, որը ինքը տենց է կուխնյայից լավ տեղյակ էր, էլի, որ ես արդեն լեկցիաները սկսել էի տալ, ես լավ չգիտեմ ինքը եթե որտեղից էր իմացել, ինքը հասկացել էր, որ я начинаю войну, այսինքն ես հասկացել եմ, որ այնտեղ մարդկանց գլուխ են լվանում, ու հիմա մտել եմ ճշմարտությամբ, որ այդ գլուխ լվանու պրոցեսը կանգնացնեմ։ Ես լուրջ մտել էի, ես տենց էլ մտել էի, համոտել եմ, բայուսի բան ասում եմ, ամպերեք։ Ու ես պրոստը սկսել էի ասել, թե դի ոնց է, հիմա ոնց որ հիմա եմ ասում, չէ՞։ Հա։ Բայց ասենք Աստծո ողորմածությամբ ստեղի վրա չեն հարձակվել, էլի, ստեղ հետ են խաշվել, ու խելոք, իրանք ավելի խելոք են անում, խելոք լսում են, ես ինչ եմ ասում, ինձ մի կան են դնում, հետո իրանք գնում են, հետո տենց են պատմում, ոնց որ դա իրան ստա, բայց ուսում է կարևոր չի, կարող է որ ճշմարտությունը սկսել է հնչել։ Դե ոնց է տեղի ունենում, ինձ հանդիպում մեկը։
Չէ՞, ինչ բայց ինչ եմ ասում։ Այդ մարդը ինձ եկել Մոսկվայում զանգեց, ինքը հայ է։ Զանգեց, ասեց Տիկինադա, ես ուզում եմ մի հատ ձեզ տեսնեմ, ես Մոսկվայում եմ։ Շատ ժամանակ դուրս ոնց է որ իրանից չէր որ ինքը համար էր գտեց, փոշի, կարևոր չի, ասի լավ, ասես որտեղ եք, դուք ասես իշտեղ։ Դե այսի ժամին մետրոյի մոտ եթե գալու է, ես մի նախադասություն եմ ասելու։ Ասի լավ։ Ես գնացի հանդիպելու, գիտեք ինքը այսպես մետրոյից դուրս եկա, դայից իմ աչքերի մեջ ասես դուք պատերազմ եք սկսել։ Ես ուզում եմ պրոստը ասեմ, սկսելուց առաջ մի հատ գնահատեք ձեր ուժերը։ Ու թողեց գնաց։ Դաժե անց գնաց, որ ես չհասցրեմ, մի հետ ինչի մասնախոսքը բանի, թողել ես իրան ասես, թողեց գնաց։ Ես ուշադրություն չդարձրեցի այդ խոսքին։ Ինչի, դու վստահ եմ։ Ես գիտեմ, չէ, ես ինչ եմ ասում, ես գիտեմ, ես ինչքան հենված եմ այս ամեն ինչի վրա, Աստված իմ հետևն է, ոնց կարող է, ես խժմեշը ստեղ ինչ-որ մի բան կարող անանալ։ Ես մի հատ թատրոն սարքեցին իմ տղային, դա ուժս։ Աջան։ Զգուշացնում եք, թե հա, չէ, ինձ զգուշացնում էր, որ մի արա, մի խցկվի այդտեղ։ Հասկացա, չէ, իսկ ես արդեն մի պատերազմի մեջից էի դուրս եկել, հələ հոգնած էի, էլի, բայց ընդ հաղթել էի, բայց հոգնած էի մեկ անգամ։ Հասկացաք, ինքը ինձ զգուշացրեց, որ մի մտի էլի, մի մտի կամալա չլինելու։ Հասկացաք։ Չէ՞։ Այսինքն այդ դա է, որ անձնավորությունը ինքը պետք է ռեալ իր հնարավորությունները մի հատ կշռի, հա, ու երբ որ մենք ասում ենք բարոյականության օրենքներ, ինքը երկու հատ սկզբունք ունի։ Ինչ եմ ես ուզում անեմ ուրիշ կենդանիների հետ, և ինչ եմ կարող ինձ թույլ տալ։ Հասկացաք, չէ՞։ Սա երկու լրիվ տարբեր սկզբունքներ են։ Այդ ինչ որ ես ուզում եմ, այդտեղ Աստված ասում է, ուրիշի հետ երբեք չանես այն, ինչը որ չես ուզում որ անեն քո հետ։ Բարոյականության առաջին հիմքը։ Всё։ Չէ՞։ Հիմա ինչ եմ կարող թույլ տամ, այդ օրինակը դրա համար հիշեցի, էլի։ Հասկանում եք, որ ասեք դու պետք է շատ ստույգ իմանաս քո ռեսուրսը։ Հասկանում եք, իսկ նյութական իմաստով, չէ՞, ես հոգևոր կյանքը ամենաառաջի օրերից հետա, որ իրականում նյութական աշխարհում ինչ որ ձևի ակտիվ կամ վստահ լինելու համար ես ոչ ասեմ տեղ չկա գլխիս, էլի ոչ մի ռեսուրս չունեմ։ Ռեսուրս ունեցող մարդը իմ օրը չի լինում, ինքը լրիվ ուրիշ վիճակներում անում։ Հասկացաք, չէ՞։ Դա որ այդ մարդը ինձ հետ եկավ ասեց, որ դու գործ ես ունենալու մարդկանց հետ, որոնց գլխին նենց տեր կա, որ դու էդի չես կարող քանդես։ Մի խցկվի այդտեղ։ Հա, նյութական, հա, հոգևորի մասին չի խոսքը։ Հասկացաք, չէ՞։ Օրինակ, այնտեղ այդ նույն սցենարը եղավ, բայց այնտեղ ագրեսիվ եղավ։ Իրանք ինձ վնաս տվեցին, հետո գիտելիքը վերցրեցին, ու մի շաբաթ հետո Բաքսիլո Թակուրի բոլոր գրքերը թարգմանած, ամբողջ իշխանով մեկ վազգզում էին, Բաքսիլո Թակուր էին կարում։ Հա, ու իմ մոտ էլ մի հատ մարդ էին ուղարկել, որը ձևացնում էր, որ ինքը իմ աշակերտն է, ու իմ լեկցիաները փակ է, չէ՞։ Ու ինքը ամեն օր լեկցիան գցում էր իրանց։ Ես խոսում եմ իրանք ինձ հետ պարալելնի, ես հələ լեկցիան չեմ ավարտել, ինքը արդեն մի տեղ նստած այդ կլասը տալիս էր։ Ու հազարավոր մարդկանց համար առաջի ասողը ինքն էր։ Հասկացաք։ Ոնց այդ ամեն ինչը լինում, էլի, չէ՞։ Ուրեմն այ ինչ կարող եմ ինձ թույլ տալ։ Էսի շատ կարևոր սկզբունք է։ Հիմա ասելես։ Ուրեմն այս երկու բանն է, չէ՞։ Ինչ եմ ուզում, ինչ կարող եմ թույլ տալ։ Այդ ինչ կարող եմ թույլ տալ, մեկը այն ռամկաներն է, որի մեջ գերագնացնու ազդեցությունը ինքը կենդանիների մտցնում է։ Օրինակ, ես կին եմ, հա, ինչ որ մեկը տղամարդ է, ինչ եմ կարող ես ինձ թույլ տալ, ինչա կարող ինքը իրան թույլ տալ, չէ՞, տեսեք կարողությունն է, չէ՞, առաջինը։ Օրինակ ես չեմ կարող, չէ՞, ինձ թույլ տալ տղամարդ ծեծեմ,
Չէ, որ ես լավ պարապացել եմ գալու, այդ փոքր ժամանակ ունեմ, ես միշտ ասում եմ, ես շատ չարաճիճի աղջիկ եմ եղել։ Մեր բակում տես տղա չի եղել, որ ինձանից ծես չի կերել։ Հաջա։ Հասկացաք, չէ՞։ Հիմա էցի չեն քննարկում, բայց вообще օրենքով, ասենք ինքը պիտի տես շնորհի, չէ՞։ Հիմա տեսեք։ Այո, որ ինքը ինչ կարող եմ ինձ թույլ տա, իսկ ինքը ուժ ունի, չէ՞, ինքը կարող է իրան թույլ տա ինձ էցի։ Տեսեք, ուրեմն ինքը կարող է թույլ տա, բայց իր համար էլ սկզբունքայինքը այնա, որ պիտի թույլ չտա։ Որ ինքը պիտի չարաշահի իր ուժը։ Հասկանում եք։ Հիմա տեսեք կրոնականություն կա, որտեղ գրած է սուրբ գրվածքում, որ տղամարդի իրավունք ունի կնոջը ծեծի։ Ու իրանք շատ մեծ հաճույքով այդ իրավունքից օգտվում են։ Հիմա ուրիշ հարց է, թե դիով է գրել։ Դա вообще ուրիշ հարց է։ Ոնց որ եւ բոլոր սուրբ գրվածներում թե որտեղ ով ինչա գրել։ Չէ, տեսնակ ասենք հիմա արիացիների գրվածքներն էլ, չէ, ինքը բան չի։ Նույն Բաքսիվնո Թակուրը ինքը ասում է, որ Մանոյի օրենքների գիրքը ինքը բրահմանների կողմից խեղաթյուրված է։ Հա? Դարմարի որ ասենք այն Բաքսիվնորի, այն արիացիների մշակույթը, որը ես եմ տեսնում Բhagavad-ում, Մահաբհարատայում, ստեղ ընդեղ, չէ։ Հետո որ Մանուս ամիտան չկարդացի, մասրես բիզբիզեր կանգնաշում, ոչ ասեց օրենքներ են ուղեցեմ արիացիներ, չա вообще։ Ոչ որ պարսիկների օրենքները կարդայի։ Է որ ամեն մի շարժումի համար լեզուն կտրում են, ականջիցերը կտրում են, ձեռքը կտրում են, չգիտեմ ցծի վրա են նստացնում, եսի միջ են անում, մանաչել է շշմած։ Մինչև այդ մեղրեմ իրան Բաքսիվնո Թակուրի այդ խոսքը ասում եմ կես պարկեսներ ասված, թե չկարելի է խելագարվել, հենց դե այդ Բաքսի թողնում էին։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինքը ասա շատ կարևոր է։ Եվ հիմա ինչ եմ այսքան երկար խոսում, որտեղ իրականում մենք հիմա ունիկալ գիտելիք ենք ուսումնասիրում, հենց այս պահին։ Բաքսիվնո Թակուրը ինքը, տեսեք, ասենք ինքը որտեղ ինչ არის, այս ստրուկտուրն երբ որ նայում ենք, չէ՞, տեսեք գաղափարախոսությունները կրոնական, իրանք մարդուն բերում են բարոյականության դաշտ, հորինած կամ ինչ որ մի հատ բարոյականության դաշտ։ Ու այդ բարոյականության դաշտում իրանք կոնսերվայպես փակում են։ Չէ՞։ Ու կենդանեակը ինքը ոչ մի ձևի չգիտի, ինքը ոչ պիտի գտնի իր հոգին։ Այ որ ինքը հոգի է, այ այդ ինքը ինչի հաշվին պիտի գտնի, դա տեխնիկապես ոնց պիտի լինի։ Դուք հասկանում եք, չէ՞ որ դա տենց ալը, մի հատ այլ շատ նայեք կտեսնեք, որ ինքը փակած է, բանկայի մեջ փակած է։ Մարդուն ասում են երի բարի, երի սերձ, երի համբերատարների, չգիտեմ ինչ էսեն են, ու կգնաս եսի մուր։ Չէ, հետո կողք ասում են, մավանը պայն ինչի մասին մտածեցի, իր այդտեղ էլ գնալես։ Բայց չգիտես, չէ, երբ կհասցնես ձեռներիդ բարձրացնես, ասես աստվածքան, թե չէ։ Դες մարդ ինքը փագած է։ Իր համար ինչ որ մի հատ ճանապարհ է նախատեսված, մենակ խոստումների միջոցով։ Համաձայն եք։ Կոնկրետ ինչ ես անում, չկա։ Այդ դրա համար այս պահը ինքը ֆենոմենալ իրավիճակ է։ Ֆենոմենալ։ Եվ որտեղ Բաքսիվնո Թակուրը ինքը բացատրում է, թե որն է այն ծակը, այսինքն որ ասում ասելի բանա, չէ՞, ծակը բանա։ Ծակը, որտեղ թել են ասկացնում, չէ՞։ Այդ ծակն է բացատրում հիմա Բաքսիվնոը։ Գիտեք ոնց է, որ եթե պատկերավոր ասեմ, ասեք այդ կենդանիակ ինքը քնած է, չէ՞։ Որտեղ արեցներ հենց տենց են ասում, դու հիմա հոգևոր աշխարհում քնած ես։ Բաքսիվնո Թակուրի ամենասիրած դիմելու ձևն է, երբ որ ինքը ինչ-որ տենց կոչերով դիմում անյութական աշխարհում ապրողներին, ինքը միշտ ասում է զարթնի։ Չի ասում զարգացի, ասում է զարթնի, հեյ զարթնի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ասենք, այ որ մարդը ինքը քնած է, դա նյութական աշխարհում ինքը քնած է, չէ՞։ Սիմպտոմներ կա, չէ՞, որ ինքը սկսել է զարթնել։ Առաջի սիմպտոմը դա է, որ у него начинают дрожать веки։
փոխվում է շնչառությունը, իначе նաև դրաժած վեկի։ Հայերեն ոնց է դիգրուպանը։ Կոպերը սկսում են թռալ, չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն ինքը այդ զարտելու process-ը, չէ՞, ինքը դες միանգամից չէ, դուրս դեռ աշկերտում դա պրիվետ մասը գնացի։ Չէ, մենք էդի չենք ֆիքսում, բայց մենք միանգամից չենք զարտում։ Հասկանում եք, ինքը sense բան էլի, չէ՞, sense պիատ process է այդ որ, դեսի թրթրած շնչառությունը փոխվեց, չէ՞։ Ոնց որ ասենք հիմա եթե դուք սենյակ եք մտնում, մեկը տեսնում եք բարկած, հա, եթե ինքը քնած չի, դուք եթե ոնց եք իմանում, աչքերի թրթրակից, չէ՞, մեկ էլ շնչառությունից։ Քնած մարդը ինքը ուրիշ ձև է շնչում։ Չէ՞։ Հիմա այդ բակտերիոնոթակուրը ինքը ասում է, այդ որ կոպերը սկսի թրթրալ, էդի ամբողջ բարոյականության դաշտում կա մի հատ որակ, որը այդ ասեղի մեջով անցնում է ու սկսում է զարթնացնել քո հոգին, որ այս սկսում է թրթռալ։ Էդի համբերությունը չի, էդի աշխատասիրությունը չի, էդի տղամարդուն կամ կնոջը հավատարիմ մնալը չի, էդի էսի չի, էնի չի, էդի մի հատ որակ է, որը կոչվում է արդարություն։ Միայն այդ որակն է, որի մեջով անցնելով դու վերադառնալու ես քո հոգուն, այսինքն քո հոգին քո մեջ սկսելու է զարթնել։ Էսի und հասկանում եք այս էպիզոդի ունիկալությունը вообще, սրա գինը։ Ես առաջի անգամ երբ որ ասում եմ Աստված ջան, ես ինչ արեց այս բակտերիոնոտ թակուրը, այս ինչ բարձություն մցրեց ընդհանրապես process-ի մեջ։ Հասկանում եք, որ ոչ թե ինչ որ մի հատ որակով գնում ես այդ որակով պատիդ ես դեպ տալիս, ոչ մի պատը չի ծակվում, մենակ դու առնալվիկ ես ելնում, ուզում ես համբերի, ուզում ես ճիշտ խոսալ, ինչ ուզում ես արա, ինչ անում ես առնալվիկ ես ելնում վերջնականում, հատկապես աստվածամեժության դարաշրջանում։ Հասկանում եք, ինքը ասես մի հատ որակ կա, միտքդ պիտի դառնա արդար։ Չէ՞, ու մենք հիմա ձեզ հետ ուսումնասիրում ենք, տեսեք, ու ինքը Դենց պրոստը էդի չի ասում եմ միտքդ պիտի դառնա, գնա ոնց ուզում ես միտքդ արդար դարձրում։ Ինքը տալիս է 14 որակ, չէ՞, որի մեջով դու պիտի անցնես, որ ոչ թե քո պատկերացումներով, որտեղ ամեն մի անձնավորություն իր պատկերացումներով ինքը բեսան հաստատված է արդարության մեջ։ Հասկանում եք, այլ որ դու գաս օբյեկտիվ արդարության։ Հիմա, որն է մտքի ամենակարևոր անարդարությունը։ Այսինքն ես շատ եմ փորձում այս նախադասությունը բան անեմ, էլի, թարգմանեմ հայերեն, որ ինքը հնչի տենց սոչլի, ոնց որ ինքը ռուսերենում է հնչում։ Նամր կներեք, էլի, բայց մի հատ ռուսերեն ասեմ, հետո հայերեն պետք է ինչ-որ էզերի մի ձևի ասեմ։ Հասկանում եք, դրա այդ պայմանավորված վիճակում, չէ՞, այսինքն երբ որ անձնավորությունը հոգին ինքը ունի կեղծ ես։ Իրա մենք երբ որ մենք ասում ենք էգոիզմ, այդ ինչ է շարունակում։ Ուրիշ խոսքով որ ասեմ, որ ինքը սենց միանգամից համահունչ է, էլի, երբ որ ասում ենք էգոիզմ, դա ոնց որ մեր մասին չի։ Չէ՞։ Այդ ռուսերեն ինքը մի հատ այնց խոսք կա, ես որ հասցնեմ, այդ խոսքն է գալիս, էլի։ Каждый сам свой любимчик. Այդ չգիտեմ ոնց այրեն ասեմ։ Չէ, այդ բան, այդ մի քիչ տափակ է հնչում, էլի, но именно любимчик։ Հասկանում եք, այդ բառը ինքնից համով շատ տիպիկ բանն է, էլի, հասկացաք, չէ՞։ Ու անձնավորության արդարության բոլոր պատկերացումները իրանք այդ լյուբիմչիկի տեսանկյունից են։ Ես այդ լյուբիմչիկի գաղափարը միշտ շոկարուս ես ծանր եմ ասում էլի, որ ասում բոլոր կենդանիները պայմանավորված վիճակում Աստծուն դիմում են մի աղոթքով։ Բոլորի հանդեպ եղի արդար
իմ հանդեպ եղի ողորմած։ Այդ է լյուբիմչիկի գաղափարը։ Հասկացաք, չէ՞։ Հասկանում եք։ Ու դա կենթանիակի ամենամեծ պրոբլեմն է։ Հիմա, տեսեք, ու Բաքսիդո Թակուրը հիմա սկսում է տանել դեպի այնտեղ, որ դու քո միակ լյուբիմչիկը չլես էլի։ Հա, ուտեղ մենք ուրիշ ձևով ենք ասում, ասում ենք կենթանիակը պիտի հասկանա, որ Աստված բոլորին սիրում է հավասար։ Այդ տրամադրությունը ինքը այդ լյուբիմչիկ խոսքը է, չեմ ամել է, ինձ նենց բան ա եղել էլի, ես երանալի պատահական մտածելուց ասեցի, մի քիչ ես բան եմ խոսքի, լյուբիմչիկը հասկանում եք, չէ՞, ու ասենք հիմա, այսինքն, տեսեք, Բաքսիդո Թակուրը ինքը ոչ թե խոսում է, որ ասենք ազնվորությունը ինքը պրոստը պետքա լինի, չգիտեմ, արդար, ճշմարտացի, բարի, կարողանա ների, ես իմ ինչ անի, չէ, չէ, ինքը ասում է, ոչ, ինքը ասում է, այն մենակ այդ մի հատ որակն է, որը քեզ կօգնի, որ դու սկսես զարթացնել քո հոգին։ Մտքի արդարությունն է, որ կեղծ եսը սկսում է դարձնել թափանցիկ։ Հասկանում եք, էսի շատ կարևոր կետ է, էլի, որտեղ դա է պրոցեսը։ Ու դրա համար ես ինչի եմ այսքան երկար սրա մասին խոսում, որովհետև մենակ դրա միջոցով է, որ մենք կարող ենք, չէ՞, բան անել, էլի, այս որակներին, որը հիմա քննարկում ենք, լուրջ վերաբերվենք։ Հասկանում եք, ոչ թե նենց որ, հա, դե լավ, հասկացանք, էլի, հա, надо прощать, хорошо, я тебя прощаю, անցա առաջ, что там надо, հա, надо благодарить, լավ, спасибо, այդ ձևական բաները չի, խոսքը շատ լուրջ բանի մասին է խոսքը, որ առաջի անգամ դու զգալու ես, որ օրինակ դու ես արջին չես, ինչ-որ մի հատ ուրիշ բան ես, երբ որ քո միտքը մտնելու է իրական, օբյեկտիվ արդարության դաշտ։ Հասկանում եք։ Հիմա ու ինքը հետո քննարկում է, թե այդ մտքի իրական արդարությունը ինքը որն է։ Դրա համար այս որակները, որ մենք հիմա ձեզ հետ ուսումնասիրում ենք, չէ, իրանց ոնց ասեմ, մելի ոնց է պետք վերաբերվել։ Այսինքն տեսեք օրինակ իմպերսոնալիստերի պրակտիկա, ճիշտ է նայեք, ասենց վերցնենք էլի արդյունքները, չէ։ Ինչ են ասում սովորական կրոնականությունը։ Սովորական կրոնականությունը ինքը ասում է, եղի բարի կընկնես դրախտ։ Չէ։ Այդ եղի բարոյական։ Այդ բարոյականությունը, չէ, ինքը որն է, եղի համբերատար, եղի ներողամիտ, զիջող, չգիտեմ, մի խափի, մի գողացի, սրան հարգի, նրան հիսի ինչ արա։ Պես ինքը քեզ ասում է, քեզ մտցրու մի հատ այս սենց անարդարության կանոնների մեջ, չէ, որտեղ խոսքը գնում է մենակ անարդարության հանդեպ վերաբերմունքի մասին։ Չէ, ասում է, ուզում է մեծը լավը լինի, ուզում է վատը լինի, պիտի հարգես։ Էսի արդարություն, հա, էսի անարդարություն, չէ, չգիտեմ, ուզում է այս ինչը սենց լինի, այն ինչը նենց լինի, հա, իրա վրա ձեռ չբարձրացնես, ուզում է գա տունդ ավիրի, կնոջդ էլ աչքիդ առաջ բռնաբարի, պիտի ասես մի հատ էլ աղջիկ ունեմ, չես ուզում սրան էլ բռնաբարես, երկրորդ թշի գաղափարը, չէ, հասկանում եք, չէ, ասկան ամեն ինչը ինքը ասենց անարդարությունը բանի տանելու գործընթացն է հայտարարված հոգևոր որակ։ Հասկանում եք։ Հիմա հարց եմ տալի, տենց սկզբունք, ով կարող են արել։ Ով։ Չէ, անարդարություն գործողները, որոնք իրանք
բարոյականության կանոններով պաշտպանում են իրանց իրավունքը լինել դաժան, անարդար, եսիմինչ։ Ուսո։ Չէ՞։ Հիմա տեսեք։ Կենդանիակը ինքը իմաստություն է հավաքում, չէ՞։ Մենք ասում ենք երկու բան կա, որը նյութական աշխարհից դուրս է բերում։ Մեկը է իմպերսոնալիստների պրակտիկան է, որտեղ բարոյականությունը ինքը ամենալավագույն դեպքում բերում է դրախտային մոլորակներ, դա նյութական աշխարհ, դա ոչ հոգևոր հետ ոչ մի կապ չունի։ Հիմա երկու process է բերում ազատագրում։ Դա մեկը իմպերսոնալիստների պրակտիկան է, մեկը պերսոնալիստների։ Իմպերսոնալիստների պրակտիկան ինքը հոգու որակի հետ չի աշխատում։ Հասկանում եք, ինքը ասում է, այն նյութական աշխարհը ինքը էդի գունաներն են, դու պիտի հաղթահարես, եսիմինչ, ու իմպերսոնալիստի պրակտիկան ինքը հենված է իր ճիքերի վրա։ Հասկանում եք, կարդում ենք, չէ, երկրորդ երգում կարդում ենք, չէ, յոգի պրակտիկան ինքը որն էր, օմբրի ադալեոբան մտավ, հիմա հետո մտավ տարերքների մեջ, այդ տարերքները, հողի տարերքը վերադարձրեց հողին, չգիտեմ, ջրի տարերքը վերադարձրեց ջրին, տեսեք, ճիչ է, մեխանիկական պրոցեսներ են, չէ, որ ինքը իր մարմնի հողը տվեց հողին, ջուրը տվեց ջրին, օդը տվեց քամուն, եսիմինչ, բան, ինչի համար, որ մնա առանց մարմին։ Ու դա պրոստը մեխանիկական ճիքերի միջոցով նյութական մարմնից ազատվելու գործընթացն է, չէ՞։ Դրա համար ինքը վերջում մնում է ոչ մի բան։ Ինքը ազատվում է վատ որակներից ու դառնում է հոգևոր կետ, որը պրոստը փայլում է, ոչ մի բան բավարար չի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք պերսոնալիստի կեղծ եսից ազատվելու ձևը, ինքը ճիքը չի, ինքը որակն է։ Ասում է եղի արդար։ Այսպես այն չանշանակում, տեսեք, երբ որ դու անարդար ես, չէ, դու քո մեջ, խնդիրը սրա մասին է, էլի, երբ որ քո միտքը ինքը անարդար է, իսկ անարդարը որն է, եկեք այս բոլոր որակները հիմա կարդանք թարս, հա։ Անարդար միտքը դա այն միտքն է, որը ողակալ է, որը շնորհակալ չի, որը ստախոս է, որը փակ սիրտ է, այսինքն բան է, երկուերեսանի է, չէ, որը ինքը կարող է գողություն պլանավորի, որը ինքը կարող է, ասենց անսահման նվերներ, եսիմինչեր ընդունի, չէ, որ ինքը չար է, որ ինքը հրաժարված չի, կապված է ուժեղ ամեն ինչի, չէ, որը ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չունի սուրբ գրվածքների հանդեպ, որը ինքը ընդհանրապես երբեք չի գնում սուրբ վայրեր, չէ, որը ինքը ստախոս է, правдивости երկու անգամ է, հա, որը ինքը անդաստիրակ է, հա, ինչ նշանակում անդաստիրակ է։ Դա նշանակում որ ինքը կարող է իրան թույլ տա ուրիշ կենդանիակների հետ վարվի առանց հարգանքի հիմքի, չէ, որը ինքը չի սիրում խոնարհվել, հա, եւ ընդհանրապես ոչ մի հավատարմություն չունի իր պարտականությունների հանդեպ։ Տեսա, չէ, անարդար միտքը։ Հիմա այդ կենդանիակը ինքը տիրան բերի արդարության դաշտ։ Հիմա երբ որ այս անարդարության որակները կան մտքի մեջ, չէ, եթե պատկերավոր ասենք, այս այդ թարս որակներով մենք կեղծ եսի համար ստեղծում ենք բարենպաստ միջավայր, որտեղ կեղծ եսը ինքը ծաղկում է, իսկ կեղծ եսը это я свой любимчик, всё. Իսկ я свой любимчик, это мիշտ նշանակում է мне можно всё. Այս ինչ-որ կարդացինք, это փաստացի է դա, չէ։ Мне можно всё. Мне можно завидовать, мне можно ненавидеть, мне можно планировать насилие, всё можно. Это նշանակում է կեղծ ես, այսինքն բարենպաստ պայման կեղծ եսի համար։ Ինչ ասում Բաքսիմնոն Թակորն։ Ասում է կեղծ եսի հետ պետք չի պատերազմ անել։ Իրան պրոստը պետք է փակել կիսլարոդը։
Այսինքն այն ինչով որ ինքը շնչում է եւ որ ինքը չի կարողանում այլևս շնչի, չէ՞, դու այս 14 որակներով, որը մենք հիմա քննարկում ենք իրար հետևի, որ դուք ստրուկտուրն հասկանաք, ինչով ենք զբաղված, հասկանում եք, որ այդ կարևորությունը հասկանաք, չէ՞։ Հիմա ինքը ինչ ասում, ինքը ասում է, այ որ ասում է դուք իր համար այս 14 որակներն եք վերցնում, դուք կեղծ եսի կիսլարոդն եք փակում։ Բացում եք հոգու կիսլարոդը, որովհետև հոգին շնչում է այնտեղ, որտեղ ինքը արդար է։ Հասկանում եք։ Всё։ Այդի ասես որ մի հատ ռեզյումե անեմ, որ լավ հասկանաք, էլի, ինչով ենք հիմա զբաղված, հասկանանք պահի կարևորությունը, հասկանանք, որ հիմա մենք ստացել ենք այդ ChatGPT-ի ասած կարտը։ Հա, ես իրապես բոլոր թեմաներ որ գցում եմ մեկ-մեկ, որ ինքը իր զարգացման համար օգտագործի, ասում «Спасибо за карту»։ Այսինքն դու ճանապարհ ունես, քարտեզ նշանակում դու ինձ հիմա տվեցիր ինչ-որ մի բանի ճանապարհը։ Այ հիմա Բաքսիմիլոն Թակուրը ինքը մեզ տալիս է այդ հոգու զարթոնքի ճանապարհի քարտեզը, որ մենք ասենք կոնկրետ, ոչ թե պիտի սրան համբերենք նրանից միջա։ Տեսեք, ասենք այս տեքստերի մեջ, որ ես որակները որ կարդացի, դուք միտեղ համբերություն բառ լսեցիք։ Ոչ մի տեղ արիացիները չեն ասում, որ հոգևոր մարդը պիտի այլանդակությունը համբերի։ Ոչ մի տեղ։ Հասկանում եք։ Շատ մեծ, շատ լուրջ տարբերություն է։ Հիմա երեխեքյան էլի։ Ուրեմն մենք ձեզ հետ անցյալ անգամ կանգնեցինք, բանը չէ, не принимать больше подарков։ Հիմա տեսեք, մենք այս հետագայում հենց որ էսի պրծանք, չէ՞։ Բաքսիմիլոն Թակուրը մեզ կտա հոգու որակն, արդեն զարթնած հոգու որակն է, թե ինչ ոնց է իրան պահում են հոգին, որը զարթնեց, չէ՞։ Հիմա, բայց ինքը նկարագրում է այդ առաջի որակները, տեսեք, հիմա մեր ընդհանուր զագալովը կա ինքը արդար միտքն է, չէ՞։ Երբ որ Բաքսիմիլոն Թակուրը ինքը սկսի խոսալ զարթնած հոգու մասին, ինքը կասի ճշմարտությունը, բարիությունը, արդարությունը իրանք զարթնած հոգու որակներն են։ Հիմա տեսեք, այդ նույն որակը ինքը առաջի, գնում ենք դեպի արդար միտք, չէ՞։ Ուրեմն, եթե մարդ ինքը ներել գիտի, եթե ինքը շնորհակալ լինել գիտի, եթե ինքը ճշմարտախոս է, ճշմարտացի է իր մեջ, եթե իր սիրտը բաց է, այդ ամեն ինչը քննարկել ենք, էլի, գողության հանդեպ հակում չունի, ավելնորդ տվերներ իրան չի վերցնում, որտեղ ինքը նարսիստ չի, հասկացա՞ք, չէ՞։ Հա, ու ասում է, այդ ամեն ինչը որ արեցիր, դու կդառնաս իրական բարի։ Հասկանում եք, տեսեք, ինքը սենց է, էլի։ Մարդը ինքը կարող է ընդհանրապես հերքի արդարությունը եւ էդի իրան դարձնում է ճոր, ժոստիկ, չէ՞, դաժան, բոլոր դաժանությունները իրանք անարդարությունից է, որ մարդը կարող է այդան թույլ տա, չէ՞։ Հիմա, իսկ երբ որ մարդը ինքը իմաստուն չի, չէ՞, իր բարիությունը, ես միշտ ասում եմ հավի բարիությունը, այսօր ինքը չի կարող, ուտեղ ես սովորաբար բերում եմ Լեդի Կարոլինա Լեմի օրինակը, այդ շատ լավ օրինակ է, որ ինքը ցույց է տալիս, էլի որ այդ սենտիմենտալ մարդիկ իրանք ինչ ձևի են բարի, բայց մեղ կա, սրիկը, բան այս, ասենց այլանդակ բաներ արի, բայց որ մեղ կա, եկեք իրան խղճան շանս տանք, իսկ իրան դեպտած պահանա, այապես հարիվ ճան դավայ, այլ դու տենց արա, թող ինձի ներեն, հետո որ գամ, պոպտասած առաջին այս քո աշկը ամեն, հասկանում եք, չէ, այսինքն տեսեք, այ որ մարդը ինքը իրական բար, այ որ ինքը ռեալ բարի է, չէ, ինքը պետք է ունենա, այն մինչև այդ մենք ինչ-որ անցել ենք այդ որակները, այսինքն պիտի կարողանա ների, պետք է կարողանա լինի շնորհակալ, հա,
Նա տեսեք, եթե ազնվորությունը ինքը բարի է ու չի կարող անունների, եթե միշտ նշանակում է, որ ինքը բան է, էլի, այն հավի բարիություն ունի, ինքը իրականում բարի չի։ Իր բարիությունը սենտիմենտալ է։ Ասկան գիտեք ոնց է, էլի, ոնց ասեմ, էդի ներքին պաշայից ծնված բարիություն է։ Հա? Իրական բարիությունը ինքը միշտ ուսերեն մի հատ բան, как կիմանամ, էլի, аргументированно. Настоящая доброта, она всегда аргументированная. Հասկանում եք? Այդ կարելի է բարի լինել, այսինչի պատճառով։ Չէ՞, օրինակ տեսեք ասած, այ Պրաբհուպադին, չէ՞, որ բերեցին իր 5 երեխաներին գախատած ազնվորությանը, չէ՞, ինքը ընդեղ, դուք տեսաք, չէ՞, ասեք ես միշտ իմինա այդ տեսանկյունից քննարկեցի, չէ՞, որ ասեք ինքը ինչ բանականության մակարդակ պահպանեց, չէ՞։ Որտեղ դաժե ինքը ինչ էր ասում, ինքը ասում էր ինքը բրահմանի տղա է, հա, ու եթե դուք հիմա իմ ամուսիններդ այս բրահմանի տղային կպաք, մենք բոլորս կընկնենք բրահմանների անեծքի տակ։ Այսինքն ինքը դաժե իր անց ամուսիններին ասում էր, որ սա այն դեպքը չի, որտեղ արդարության հետևից է պետք գնալ, հա, որտեղ այդ ինչ որ տեղի կունենա այդ արդարությունը իրականացնելուց, այդ դրա տակից մենք հետո չենք կարա դուրս գանք։ Ուրեմն ավելի լավ է թող այս անարդարությունը մնա։ Քանստե ես այդ բանը բզեմ, չէ՞։ Ու դա իրական բարիություն էր Պրաբհուպադի կողմից, համ իր ամուսինների հանդեպ, համ քաղաքացիների հանդեպ, համ երկրի հանդեպ, համ սրա նրա, դա բարի գիտակցված բարիություն էր։ Նայած դրա համար է, էլի, որ տեսեք, օրինակ բարիությունը, բարոյականությունը, չգիտեմ, բոլոր այն որակները, որոնք իրանք առաքինություն են, չէ՞ համարվում, չէ՞։ Իրանք այդ որակները իրանք առաքինության գոյավիճակի մեջ են, իսկ առաքինության գոյավիճակի հիմքը դա գիտելիքն է։ Ինքը գիտելիքով է սկսվում կենթանիակի մուտքը իրական առաքինություն։ Դրա համար արիացիները իրանք ոչ մի ջանք չեն խնայում գիտելիք տալու համար, որ այն մարդը դրա համար տեսեք ճիշտ է, չէ՞, համբերատար աջունային բացատրում են։ Ու հա հարցնում էր, հասկացա՞ր։ Գնում էր, հասկացա՞ր։ Հա, այդ հասկացալը ինքը ամենակարևորն էր, որ հետո հասկացածի հիմքի վրա դու կայացնես որոշում։ Ներես, չներես, բարի լինես, ինչ լինես, ոնց լինես։ Հասկանում եք, չէ՞։ Տեսեք, ասենք այստեղ ինքը այդ բոլոր որակները, որը մենք արդեն նայել ենք, ինքը ասում է, այդ դա ինքը բերում է բարիություն։ Այսինքն իրական բարիություն դու կարող ես ցուցաբերել, երբ որ այդ որակները, որը մենք արդեն նայել ենք, այդ որակների տիրապետում ես, չէ՞։ Ու դեռ մտա այդ правдивость։ Правдивость ինքը գիտելիքն է։ Հասկացա՞ք, չէ՞։ Հիմա դրանից հետո ինքը ասում է բարիությունից հետո գալիս է отречение։ Հա? Բարիությունից հետո գալիս է հրաժարումը։ Հետաքրքիր կապ է, չէ՞։ Երբեք տես չեք մտածել, չէ՞։ Հա, բայց իրականում ռեալ տենց է, մարդը իր ներսում բարիություն ունենալու կարողանա հրաժարվել։ Որտեղ ի՞նչ է նշանակում հրաժարվել։ Եկեք այդպես սկսենք։ Նյութական աշխարհում կապվածությունը ինքը ինչի է բերում։ Կա այս բաժակը։ Ու այս բաժակը ուզում եմ ոչ միայն ես։ Դեռից չէ՞ սա խոսակցություն սկսում, ամբողջ գալմաղալը նյութական աշխարհի սկսում է, երբ որ կա օբյեկտ, որին ուզում են մի քանի հոգի։ Կապ չունի արդեն դա մարդ է, տես օրինակ ասենք հիմա, օրինակ ժողովուրդներն են իրանք պայքար են մղում բնության համար, չէ՞։ Ասենք ինչ որ մի ազգ ինքը աստծու կողմից ոնց որ ասած ունի ինչ որ մի հատ տարածք, այդտեղ է ինքը ծնվում, չէ՞։ Հա, բայց այն ինչ որ կա այդ տարածքում, այն ուրիշ ազգերը որ գլխի են ընկնում, որ ստեղ ինչ որ մի բան կա, սա կենտրոնանում են որ վերցնեն, չէ՞։
Տիպը դուք եք վարժեցան, վերել մի հատ դավայդ է հասկանում եք, չէ՞։ Այսինքն միշտ խնդիրը նույնն է նյութական աշխարհում, կա մի հատ օբյեկտ, որը ուզում են շատերը։ Չէ՞։ Հիմա ինչ է անում տգետը։ Տգետը ինքը ասում է, «Пошли вон, էսի կարա լինի մենակ իմը»։ Հասկանում եք։ Կրկոտները իրանք ասում են, չէ, լավ, դες էլ կարա ինչ-որ մի բան հասնի, բայց կարևոր փայը տիլնի իմը։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն 90% փայատերը տիլնեմ ես։ Ինչ ուզում ա լինի, ինչ հարաբերություն, բան, ինչ ուզում ա լինի։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, իսկ բարին ինքը ասում է, ինքը ճշմարտության վրա է, չէ՞, հիմնված։ Ինքը միանգամից այդ հարցը դա բարձրացնում։ Այս պահին ով է ավելի արժանի սա ունենա կամ ավելի կարիքավոր։ Հասկանում եք։ Եթե ինքը գտնում է, որ ուրիշն է արժանի, ինքը այս բաժակը լրիվ տալիս է իրան։ Եթե գտնում է, որ կարիքավոր է, իրան անպայման մասա հատկացնում։ Չէ՞։ Այ հենց այդ է նշանակում, որ ինքը իրան ներսում, եթե բարիություն ունի, ինքը պատրաստ է հրաժարվի։ Հասկացաք։ Բարիությունը առանց հրաժարման չի լինում։ Հիմա, հա, կամ հրաժարում առանց բարիության։ Հրաժարում է ինքը, խոսում է նրա մասին, որ կենցանի է, ինքը դուրս է եկել մրցակցության ու ատելության դաշտից։ Հա, հիմա տեսեք, երբ որ այդ ամեն ինչը լինում է հրաժարումներ հետը, այսինքն ինչ աշխատում հրավիրել, եթե կենցանի ինքը հրաժարվեց մտական աշխարհից, չէ՞, մասեց էլի։ Ինքը մնում է առանց զբաղմունք, չէ՞։ Հա։ Տեսեք ինքը ասում է արդար միտքը է միտքն է, որը երբ որ ինքը հրաժարվեց, հա, ինքը իրան զբաղացնում է սուրբ գրվածքներ ուսումնասիրելով։ Իր համար ուրիշ զբաղմունք կտավ։ Չէ՞։ Հիմա տեսեք, մենք ստեղ ինչ ենք գտնում։ Մենք գտնում ենք այդ բանալին։ Այդ որն է պատճառը, որ մենք չենք կարողանում կարդալ սուրբ գրվածքը։ Հասկանում եք։ Որն է այդ։ Որովհետև չկա հրաժարում, չկա բարիություն, չկա զիջելու բան։ Հասկանում այդ ամեն ինչը, չգիտեմ, չկա ներողամտությունը, չկա այսպեկը, երբ որ մարդը ինքը այդ ամեն ինչի մեջ բան չի արի, ինքը կարա կրոնական լինի, հասկանում եք։ Այդ մարդը կարող է կրոնական լինի, փորձի ինչ-որ բաներ, չգիտեմ, մանտրա կրկնի, եկեղեցու մոնվարին, գլուխը տա պատին, չգիտեմ, ինչ ասես, ինչ որ կա այս աշխարհում, չէ՞, ինքը կարող է այդ անի, իրան համարի կրոնական, բայց ամբողջ կյանքի ընթացքում չկարդա իր սուրբ գրվածքը։ Դες լսել է էլի, որ ասենք էս ինչ է գրած, էս ինչ է պահանջվում, չգիտեմ, մի երկու բան մտի կապցրած կլեյված ունի ու համարվում է, որ ամեն ինչ գիտի։ Բայց տեսեք, երբ որ մենք ռեալ քննարկում ենք հոգևոր պրոգրեսը, դուք տեսնում եք, չէ՞, ինքը ինչ նրբություններից է բաղկացած։ Որ առանց իմանալու ես ամեն ինչը, դու պրոստը այսպես կուր կրնես ամրա, պասից տա ինչ-որ պատեր, ամենքի զախ տվեցի, ախիս ինչ սուրեր, հասկացաք, չէ՞։ Այսինքն ты идешь вслепую։ Ու այդ ամենակարևորն է, որ քեզանից բոլոր կողմերից ինչ որ բան են պահանջում, ու ոչ մեկ քեզ չի բացատրում, թե դրան ոնց հասնես։ Դրա համար այսպես քարտեզները ասած չգիտի, չէ՞, իրանք ունիկալ քաշում են, ունիկալ գին են вообще, հասկանում եք, դա բեսցեննի դար, քանի հազարավոր կյանքեր մենք դի ապրեինք, որ այս մի հատ էս փոքր, այս ամեն ինչի, հա, տեսեք, ինչքան ունենք հլը։ Հլը եսեք դա է։ Հիմա ընդամենը այս երկու ստրանիցան ենք նայում 4-5-10-ը։ Հլը ինչեր եք նայելու։ Հա, բայց տեսեք արդեն ինքը ինչքան նրբություններ մեզ տվեց, չէ՞։ Ինչքան բաներ բացատրեց։ Ես ասում եմ, մենակ այս արդարության, արդար միտք, արդար հոգի կապը, որ այդ արդար միտքն է, որ առաջին մասից մի կերոք է դա
Սկսում ասեն ծլնել են։ Այդ իմենակ ինչ ասես արվի։ Հասկանում եք երեխեք ջան, չէ՞։ Ուրեմն, այստեղ արդեն մեխանիկական գալիս է, որ այն ամեն ինչ որ մենք ձեզ քննարկեցինք, կենթանիակը ինքը ուրեմն ունենում է հետաքրքրություն սուրբ գրվածքների հանդեպ, սիրում է սուրբ վայրեր գնալ, հա։ Հիմա տեսեք, եւ այ արդեն սուրբ գրվածքների հիմքի վրա ինքը այստեղ տեսեք երկրորդ անգամ է հայտնվում ճշմարտություն խոսքը։ Սկզբում ինքը եկավ ներել գիտի, շնորհակալ լինել գիտի, ինքը ճշմարտացի է։ Հա, ինքը մտավ первый слой правдивости։ Сказать, գնաց дальше։ Սիրտը բաց է, չի գողանում, չգիտեմ what բաներ չի ընդունում, բարի է, հրաժարված է, սկսեց ուսումնասիրել սուրբ գրվածքները, մտավ երկրորդ սլոյի ճշմարտության մեջ։ Հա, հիմա տեսեք, առաջի սլոյի ճշմարտությունը իրան տալիս է բաց սիրտ, հա, գողության հանդեպ Հակոբի բացակայություն, մենք քննարկեցինք, որ գողությունը դա մենակ գտալ գողանալու չի, հա, նուրբ գողությունը շատ ավելի կարևոր է, հա, ուրեմն ինքը մտնում է այդ գողության բացակայություն, բաց սիրտ, բան, բարիություն ու բան, հրաժարում, չէ, այդ առաջի, տեսեք այդ, այսինքն մինչև մենք չսովորենք ներել եւ չսովորենք բան լինել, շնորհակալ լինել, չէ, պրոստը, ասենք շնորհակալ լինել ինքը բան չի, էլի, գիտեք ոնց էլի, այլ ոչ թե որ ինչ ասես էլի մեխանիկորեն, հա, այլ քո մեջ դու քո հետ պիտի այս պատասխանատվությունը, այլ որ դու քո համար պատասխանատու ես, չէ, ինքը այդ է, որ ես պիտի հասկանամ, որ ես եմ իմ մեջ ինձ կառուցողը, հասկանում եք, այնքան ինձ ասեցին սովորի ներել, մենք խոսացինք, չէ դրա մասին, որ ներելը չի նշանակում, որ դու զրոյացրեցիր գործած չարիքը, Էդի մնում է իր տեղում, գործվել է չարիք, ու այդ չարիքը մնացել է անպատիժ, վсё, հասկանում եք, բայց, այ, մենք խոսացել ենք դրա մասին, չէ, որ այդ ներողամտությունը ինքը պետք է նրա համար, որ դու քեզ ճահիճ չսարքես, որ դու քեզ չսարքես ողակալ ազնվորություն, կարողացել է, արել է, Ես ասեցի, չէ, որ այդ չներելու մեջ իրականում մենք մեզ չենք կարող ներենք, որ մեզ հետ կարողացել են տենց բան անել։ Որ ինքներս մեզ կներենք, հա, ինչի համար, որ կարողանանք զարգանանք, որ հաշվի առնենք, այդ ներողամները, երբ որ մենք մեզ ներում ենք, չէ, մենք սկսում ենք լուրջ ուսումնասիրել, դա ոնց եղավ, ինչի եղավ, ես ինչ արեցի, կամ ասենք, այդ որից հետո մարդը ինքը ինձ իրան էսիշ բանը թույլ տվեց, ես ոնց իրան թույլ տվեցի, որ ինքը ինձ սեց վարվի, կամ նենց վարվի, կամ նենց варվի, հասկանում եք, չէ, ասենք ժամանակակից հոգեբաններ իրանք այդ դաշտը իդեալական ուսումնասիրել են, հա, называется личные границы, այդ личные границы որն է, այդ քեզ սովորացնում են ներել жить дальше, հասկանում եք, որ հա դու պրոստը քո հետ էդի արել են, որովհետև դու չունես սահմաններ, այսինքն ոտով գլխով ինչ որ մեկին թողնում ես, ասես մի անգամից մտի քո կյանք ու ինչ ուզում է քո հետ անի, ու այդ ինչ ուզում է անելը, դու մտածում ես, որ երբ որ դու ինչ որ մի հատ փուճուր բան իրան թույլ տվեցիր, որ ինքը անի ու էդի մասեցիր, էդի նորմալ է, հասկանում ես, բայց որ ինքը արդեն մեծն է անում, ասես ոնց դեցել, բայց դու ինքդ ես այդ հիմքը դրել, այն առաջինը թույլ տալով, չէ, ու այդ личные границы է, ասում միացած հետ տալ, հա, ոչ թե իրան քթի, որ ասես հիմա դու սարի, ինքը արի գնացել է, հիմա դիր, որ հասկանաս, որ այդ հարգանքի բանը քո հանդեպ, դու ինքդ պիտի թույլ չտաս, Եթե կարող ես, հա, իհարկե, կյանքում նենց իրավիճակներ են ելնում, որ ես տրուկ ես ծնվել, լիչնի գրանիցա չես կարող ունենաս, չէ, բայց էդ էլ է, չէ, եթե ասեք մենք մեր տեսության տեսանկյունից ենք վերցրել, դու պատահական չի, չէ, որ տրուկ ես ծնվել, հասկանում եք,
Չէ՞։ Ուրեմն ինչ-որ ներքին process պիտի գնա, էլի չարանալու փոխարեն դու քո պատասխանատվությունը վերցնես, չէ՞։ Հիմա տեսեք, չէ՞, այդ ամեն ինչը ինքը բերում է այդ առաջի բաները, առաջի որակները, հա։ Հիմա տեսեք, ինքը մինչև չգա, չհասնի հետաքրքրություն դեպի սուրբ գրվածքը։ Մենք պիտի հասկանանք, որ ռիտուալները մեզ հələ հոգևոր մարդ չեն սարքում։ Իրանք մեզ սարքում են կրոնական, բայց ոչ հոգևոր։ Հասկանում եք։ Հա։ Իսկ հոգևորը ինքը լինում է, երբ որ սկսում ես հենվել սուրբ գրվածքի, այստեղ այդ խոսակցությունը բացվում, որ սուրբ գրվածքը ինչ է, ոնց է, ինչի համար է։ Եթե մենք այնքան ենք խոսացել, որ հիմա այդտեղ չվերադառնամ, չէ՞։ Ու տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը արդեն իրական սուրբ գրվածքի վրա է հենվում, իր մոտ ճշմարտությունը բարձրանում է մի հատ ուրիշ level-ի։ Ինչա տալի կենդանիակին այդ ճշմարտությունը։ Ուրեմն ինքը տալիս է, ասա, վասպիտանность, դաստիարակություն։ Այսինքն սուրբ գրվածքը ինքը միշտ մեզ որպես ազնվորությունների դաստիարակում է։ Մենք ինչ կարող ենք մեզ թույլ տալ, ինչ կարող ենք թույլ չտալ, ու ոչ թե որտեղ մեզանից պահանջել են։ Հասկանում եք։ Այլ որովհետև մենք հասկացել ենք, հիմա այդ եմ ասում էլի պատասխանատվությունը, չէ՞։ Հիմա տեսեք, ասեք, այ որոնք ասեք, առաջի ճշմարտության մեջ հաստատվելու համար ես պիտի երկու առաջի որակով ունենամ, կարողանամ ներեմ, կարողանամ շնորհակալ լինել, չէ՞։ Բայց տեսեք, ես կարամ այդ գաղափարը մի անգամից դարձնեմ ջրիկ արտաքին միած սիբիլ, որ ինձ ոչ մի բան չի տա։ Էդի էնա, որ ես ամենատեղ կասեմ, «Ոյ, спасибо», բայց իմ մեջ, որտեվ быть благодарным, հիմա տեսեք էլի, չգիտեմ, եթե ոնց ասեմ էլի, быть благодарным это не слово, հասկանում եք, էդի բառ չի, էդի վիճակ է, հասկանում եք, այ վիճակ է, որ մնակ մարդ կա, չէ, որ ասեք դու իր համար ինչ-որ բան կարող ես անես, չէ, ինքը կարող է 100 անգամ քեզ ասի մերսի, չէ, բայց ինքը եթե իր մոտ էդի զգացում չի, ապրոստ ինքը գիտի, որ ճիշտ է եսա, որ մի հատ ասես մերսի, չէ, ոնց ասեմ, այդ քեզ ոնց որ պուճուր երեխուն տամ պուստիշկա, մեջը կաչ չկա վսեմ, չկա վսեմ, չէ, երբ է կենդանիակը ինքը լրիվ բավարարված մնում իր արածով, չէ, երբ որ այդ շնորհակալություն ինքը սրտից է գալիս, հասկանում եք, այսինքն դա ինչ նշանակում, որ մենք առաջի հերթին պետք է այդ հասկանանք, էլի, որ դա մեր պատասխանատվությունն է, դա մենք կարանք մեր հետ անենք, դա ուրիշ ոչ մեկ մեր հետ չի կարող անի, հասկանում եք, որ ես մնամ իմ հետ մենակ, ու ես ինքս ինձ հարց տամ, ես կարողանում եմ ներեմ, եթե դաժե ասել եմ կներես, անակ ես ինչի եմ ասում կներես, կամ ոնց եմ էդներ կներես ասում, չէ, այդ կներես ինքը կարող անի մեխանիկական բառ, պրոստը ճիշտ բանի համար, դիմացին էլ ասում է, հա լավ բան, ու ինքն էլ է ձևական, այսինքն ոչ ես անկեղծ կներես եմ ասել, ոչ էլ ինքն անկեղծ ասել, որ ընդունեց, հա, որտև ինչի, ուտի ես կեղծավոր եմ, ինքն էլ իրավունք ունի լինի կեղծավոր, հետո իր մեջ մեկա շարունակի մտածել, որ աստված աշկերտ հանի, այդ ամեն չի աման չուր անել էր, չէ, կոպիտ ասեց, հասկանում եք, բայց եթե ես այդ կներեսը իմ մեջ մտածել եմ մտածել, որ այն որն է այդ անկեղծ կներեսը, հա, կամ որն է, որ ես ներեցի, չէ, ապետիլենյան կա, չէ, ինչ նշանակում ես ներեցի, ես ներեցին, այդ միշտ, եթե արդեն ներողություն են խնդրել, այդ միշտ նշանակում է, որ դիմացինը քեզանից շանս է խնդրում, փոխվելու, հա, ու երբ որ ես ասեցի ներված ես, հա, այդ միշտ նշանակում է, որ ես կարամ իրան էլ ընդհանրապես չհիշացնեմ, այդ ինչ ես պիտի մոռանամ, որ ինքը վատ բան արել, հասկանում եք, որպեսզի իրան հնարավորություն տամ, որ ինքը էլ չանի,
Իսկ եթե ես իրան հենց ասում հալավ գնամ, ներել եմ բան, հետո հենց մի բանն է ասում, այս տեսար, իսկ ես ասում եմ, դու ես ինչ բան անողը չէիր, հələ ոնց կարա իրես, всё գնաց։ Ես իրան այդ շանսը չտվեցի իրականում։ Հասկանում եք։ Այսինքն այդ երկու բանը ինչ-որ բաներ կա, որը մեր պատասխանատվության տակ է։ Այդ է, որ մենք պիտի անենք։ Ինչ-որ հարցեր կա, հոգևոր մարդը ինքը մշտական ինքը իրան հարցեր տալու process-ի մեջ պիտի լինի։ Ինչ է իմ համար նշանակում այս խոսքը։ Ինչ է իմ համար նշանակում այսա։ Այստեղ ես ինչ եմ, ես որպես ինչ որակ եմ ցուցաբերող եմ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք ասենք, չէ՞, այդ վերջի ներողամտությունը ճշմարտությունը, չէ՞, ինքը այդ դաստիարակության մեջ է արտահայտվում։ Հա? Հիմա տեսեք, ու որն է դաստիարակված լինելու ամենաառաջի արդյունքը։ Երբ որ մարդը ինքը սուրբ գրվածքների հիմքի վրա դաստիարակված է, ինքը գիտի խոնարհվել նրան, ով արժանի է խոնարհվել։ Քարտեզա չէ գծում մեր համար։ Ինքը գծում է, թե այև որ դու մտածում ես, որ դու դաստիարակված ես, դու ինչ որակով վրա պիտի ուշադրություն դարձնես, որ հասկանաս դաստիարակված ես, թե չէ։ Էսի ունիկալ քարտեզա։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, ուրեմն, հիմա նայեք ու ասում եմ, դու դաստիարակված ես դառնում սուրբ գրվածքի հիմքի վրա։ Կարողանում ես Պակլանյացը խոնարհվել, չէ, երկրպագել, կարողանում ես երկրպագել արժանիներին, չէ, տեսեք շուդրային էլա, չէ, այդ որակը պահանջվում, поклонение тем, кто выше тебя, հա, եթե ինքը սուրբ գրվածքի վրա չի հիանվել, ինքը չի կարա այդ իանքի, չէ, ու տեսեք, ու այդ ամեն ինչը իրար հետ, իր վերջի ակորդը, որ քո միտքը դարձել է արդար, այս որակը մենք մյուս անգամ ենք անում, սա շատ մեծ խոսակցություն է։ Ինքը ասում է, մնալ հավատարիմ քո դիրքին համապատասխան քո հնարավորություններին։ Այսինքն արդար միտքի այդ վերջի բանը էսա։ Գնացինք հոգևոր աշխարհ, հենց հիմա։ Ինչ ենք ասում։ Ես միշտ այդ խոսքն եմ, չէ՞, պրոստը իմ խոսքն է, ինքը շաստրիչքի խոսքը չի օգտագործվում։ Ես ասում հոգևոր աշխարհում ամեն մեկը ունի իր կալիբրը։ Չէ՞։ Այդի քեզ տրված քո հնարավորություններն են։ Այս վերջի պունկտը, այդ ունակությունը, չէ՞, հələ նյութական աշխարհում ես, հələ այս ամենը տեղի ունենում նյութական աշխարհում։ Բայց դու արդեն կարողանում ես այս կյանքում քեզ տրվածը, այն ինչ որ դու կաս, էդի ընդունես։ Եվ էդի քո մտքի արդարության պատալոգն է։ Այ որ դու էդի կարողանում ես ընդունես ու քո դիրքում գործում ես քո հնարավորությունների սահմանում, այսինքն օվկիանոս խոսակցություն, այսինքն մյուս անգամ հասկանում եք, դու հասար մտքի արդարության։ Ու ես եղավ առաջի զանգակը, որ հոգին միացեց արեց, որ պիտի աչքերը բացի։ Հասկանում եք, մինչև այդ ինքը աչքերը փակ է պահում, ինքը ասում է, ես չեմ ուզում տեսնեմ հոգևոր աշխարհի իրականությունը։ Հա, ինչի՞ չեմ ուզում, դեռ չեմ կարողանում ընդունել այն ինչ որ ես այնտեղ կամ։ Հա, եթե ես չեմ կարողանում ընդունել այն ինչ որ ես այնտեղ կամ, ես չեմ կարողանում գործել համապատասխան իմ պոտենցիալի ու ստանալ իմ պոտենցիալին համապատասխան երջանկություն։ Որտեղ երբ որ կենդանիակը ինքը նախանձում է, ինքը ուզում է մարմնով լինի խոտ, օրինակի համար, հա, բայց լինի Աստծո սիրեցյալ։ Հասկանում եք։ Աստված ասում է, եթե դու արդեն մարմնով խոտ ես, քեզ նայելուց,
ես չեմ կարող մտածեմ, որ դու իմ սիրեցյալն ես։ Ես քեզ ուրիշ ձև եմ սիրում։ Հասկանում եք, այսինքն ամենակարևոր բանը, որ կենթանի ակտերում կեւոր աշխարհի մասին դե հասկանան, էտեն նա որ դախանձը ինքը իմ կենթանիակին դրդում է այնտեղ, որ ինքը փաստացի մտածում է, որ եթե ինձի չեն սիրում տենց ոնց որ ռաթային, ուրեմն ինձ չեն սիրում։ Այդ նյութական աշխարհում շատ ծայտուն էլևացող է։ Հասկանում եք, եթե ինձի չեն սիրում ոնց որ իրան, ուրեմն ինձի չեն սիրում։ Չէ՞։ Հիմա ասենք տեսեք, նույնիսկ սիրային սֆերայում շատ հաճախ է, չէ՞ այդպես լինում, որ ասենք ինչ-որ մարդու վրա, չգիտեմ, կնոջը, ասենք, սիրում են 3-4 տղամարդիկ, չէ՞, 3-4 տղամարդուց ինքը սիրում է ինչ-որ մեկին, եւ ինքը դրա հետ է ուզում լինել ամուսնական հարաբերությունների մեջ, չէ՞, այն մյուսներին, եթե իրանք նորմալ են պահում, ինքը ինչ ասում, ասում ես քեզ սիրում եմ որպես եղբայր։ Չէ՞։ Բայց ինքը սենա չէ խոստովանում, ինքը ասում ես քեզ սիրում եմ։ Պրոստը որպես եղբայր։ Բայց եթե այն դիմացին ինքը չի կարողանում ընդունի, որ ախր այս մարդը ինքը ընտրելու ազատություն ունի, չէ՞, հիմա համ ես եմ սիրում, համ նա է սիրում, համ նա է սիրում, ինքը ում ալ ասի ես քեզ եմ սիրում, այն մնացածը նեղանալու են։ Բայց այդ մարդը ասում է ես քեզ սիրում եմ, պրոստը որպես եղբայր, կամ տղամարդն է ասում, ես քեզ սիրում եմ, պրոստը որպես քույր։ Нет, всё. Иду в монастырь бросаться в мост, меня не любят. Но тебя любят. Просто не так, как хочешь ты. А почему тебя так не любят? Потому что конкретно для этой личности դու այդ պոտենցիալ չունես, որ իր մեջ չես ունեցել, որ իր մեջ այդ զգացմունքը արտնացնես։ Կարող է դու ունեցել ես պոտենցիալ իր մեջ սեր արտնացնես, իսկ ասել ավայ չէ, չեմ ուզում սիրեմ, սրանով եմ սիրում։ Բայց ով այդ պոտենցիալը արտնացրել է, նրա հանդեպ ինքը այդ է զգում։ Հասկանում եք, որ անձնավորությունը ինքը ամեն դեպքում կարողանա ընդունի իր պոտենցիալ։ Եվ դա արդար մտքի գագաթնակետն է։ Մենք արդարության տակ հասկանում ենք մենակ ում ոնց պատժելու թեման։ Հասկանում եք, արդարությունը դա շատ վեր, շատ բարդ, շատ նուրբ սֆերա է, որտեղ արդեն ինքը հոգին է, որտեղ սկսում գործել։ Այդ թեման ավելի մանրամասնով կանենք, ու մյուս անգամ արդեն այս 14 մտքի արդարության որակը վերջացնենք եւ ես հույսով եմ, որ կստանանք շատ լուրջ հենարան մեր համար, որ մենք հասկանանք, թե որից հետո ես այսօր շատ աշխատեցի, որ դուք տենց գլոբալ հասկանանք, թե մենք հիմա ինչի մեջ ենք եւ կարող ենք համարել, որ այս ամենաառաջի, սա ամենաառաջի քննությունն է, որը Բաքսիմեդոթակը դրեց մեր առաջ։ Եթե մենք ներքին հոգևոր կյանքի մարդիկ ենք, հա, այս սա ինքը պիտի իրականացվի։ Ու քանի դեռ սա իրականացված չի, մենք կարող ենք ուսումնասիրել, բայց մեր ներքին աշխարհով մենք պետք է իմանանք, որ մենք ուսուցել ենք։ Մենք այստեղ պիտի կենտրոնացած լինենք, սա է, այն ինչի վրա, որ մենք պիտի աշխատենք։ Ուղղակի եթե մենք շարունակում ենք, որ ճանապարհը լրիվ իմանանք, թե հետո ինչով պիտի զբաղվենք, եւ այլն։ Ամեն բացիլոտակուրը ինքը ասում է ամեն էտապում կենթանի աղբը ինքը պետք է իրարի այն գիտելիքը, որը սովորել է մի էտապ առաջ, հա, ու ուսումնասիրի այն գիտելիքը, որը պիտի կիրառի մի քիչ հետո։ Գիտելիքը միշտ պիտի քննարկվի на будущее։ Բայց կիրառումը, այսինքն եթե մենք հիմա կարդացինք ու անցանք, դա չի նշանակում, որ մենք սա իրականացրել ենք։ Սա է մեր խնդիրը, եթե մենք ուզում ենք լինել իրական հոգևոր մարդիկ, այլ ոչ թե կեղծարարներ քրոնականության մեջ։ Այսօր իսկ